Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ, մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Դա Արոտ կեսօր էր Գորիսում, Սյունիքի մարզի լեռներում թաքնված փոքրիկ պատմական քաղաքում։ Երկինքն ուներ այն բնորոշ կապույտը, որը գունավոր գաղութային տները էլ ավելի վառ էր դարձնում։ Լուսինե Հովհաննիսյանը քայլում էր քարե փողոցներով, Անդրանիկ պապի հացատնից թարմ հացով լի պայուսակը ձեռքին։ 27 տարեկանում նա պահպանում էր անմեղության մի կերպար, որը հիանալիորեն համապատասխանում էր ժամանակի մեջ կանգնած այդ քաղաքին։ Սուրբ Հարություն եկեղեցու զանգը արձագանքում էր քաղաքով մեկ, ազդարարելով կեսօրվա ժամը 4-ը։ Լուսինեն կարգի բերեց իր շագանակագույն մազերը, որոնք համառորեն ընկնում էին իր կանաչ աչքերի վրա, պորտուգալուհի նախատատի ժառանգությունը։ Նա կրում էր պարզ ծաղկավոր բամբակյա զգեստ մաշված, բայց հարմարավետ կոշիկներ։ Նա չէր հոգում նորաձության կամ միտումների մասին։ Գորիսում ժամանակը կարծես այլ տեմպով էր հոսում։ Քայլելիս Լուսինեն բոլորին անուններով էր ողջունում։ Նա բոլորին ճանաչում էր։ Տիկին Զարուհուն, որը տնական քաղցրավենիք էր վաճառում հրապարակի անկյունում։ Պարոն Ռուբենին, կոշկակարին, որը 40 տարի նույն նստարանին էր նստած մայթին։ Պետրոսյան երկվորյակ քույրերին, որոնք արդեն 90 տարեկան էին, բայց դեռ ձեռքով սրբիչներ էին ասեղնագործում։ Նա տատիկ տիկնոջ Գորգ պապի միակ դուստրն էր, թոշակի անցած նախկին ուսուցիչներ, որոնք ապրում էին Ծաղիկների փողոցի վերջում գտնվող դեղին փոքրիկ տանը։ Կապանի համալսարանում մանկավարժությունն ավարտելուց հետո նա իր ժամանակը կիսում էր քաղաքային դպրոցում դասեր տալու ծնողներին խնամելու միջ, որոնք առողջական խնդիրներ ունեին։ Լուսինե, Լուսինե, կանչեց Մարիամը, արհեստագործական խանութի տիրուհին։ Պետք է քեզ մի բան ցույց տամ։ Լուսինեն ժպտաց մոտեցավ։ Մարիամը իր տարիքի այն քիչ ընկերուհիներից էր, որոնք դեռ քաղաքում էին ապրում։ Մեծ մասը մեկնել էր մայրաքաղաքներում հնարավորություններ փնտրելու։ Ինչ եղավ, Մարի։ Տես թե ինչ է այսօր եկել։ Մարիամը հպարտորեն ցույց տվեց ձեռքով ներկված կերամիկայի հավաքածու։ Դրանք Դիլիջանի համայնքից են։ Քեզ մտածեցի դպրոցի համար։ Արվեստի նախագծի համար չէին լինի կատարյալ փոքրիկների հետ։ Լուսինեն հիացավ կտորներով, հիացած վառ գույներով նկարներով, որոնք պատմում էին հայկական բանահյուսության պատմություններ։ Դրանք գեղեցիկ են, Մարի։ Բայց դու գիտես դպրոցի բյուջեն ինչ վիճակում է։ Մարիամը անտարբեր ժեստ արեց։ Հիմարություն։ Համարիր դրանք կնքամոր նվեր քո աշակերտներին։ Մարի։ Առանց քննարկման, վաղը կհանձնեմ դպրոցում։ Այս փոքրիկ բարությունները Գորիսի կյանքի համեմունքն էին։ Մարդիկ հոգ էին տանում միմյանց մասին, ստեղծելով աջակցության անտեսանելի ցանց, որն աջակցում էր բոլորին դժվար պահերին։ Եվ դժվար պահերը վերջերս Լուսինեի կյանքում պակաս չէին։ Լուսինեն երբեք Սյունիքից դուրս չէր եկել։ Նա ծով չէր տեսել, ոչ էլ մեծ քաղաքներ։ Նրա աշխարհը դա էր, քարե լանջերը, մայր եկեղեցին, ժամը 6-ին զանգող զանգը կիրակի օրերը, պատարագից հետո թարմ սուրճով։ Եվ այդ փոքրիկ աշխարհում նրա սիրտը մնում էր անձեռնմխելի։ Ոչ թե փեսացուների բացակայության պատճառով, Գորիսն ուներ իր տղաները, որոնք հառաչում էին նրա համար, այլ իրական կապի բացակայության պատճառով։ Նա երազում էր մի բանի մասին ավելին, քան հարմարավետության կամ սոցիալական ակնկալիքների ամուսնություն։ Նա երազում էր մի սիրո մասին, որն իսկապես կդիպչեր իրեն։ Ամեն գիշեր, քնելուց առաջ, Լուսինեն բացում էր իր սենյակի պատուհանը, նայում աստղերին, պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ իր կյանքը մեկ այլ վայրում, մեկ այլ մարդու հետ։ Մեկը, ով կհասկանար իրեն, ով կտեսներ փոքրիկ քաղաքի նվիրված ուսուցչուհուց այն կողմ։ Մեկը, ով կմարտահրավեր կնետեր նրա մտքին, կդիպչեր նրա հոգուն։ Միթե շատ բան եմ խնդրում, շնջում էր նա Լուսնին, որն անտարբեր էր մարդկային անհանգստությունների նկատմամբ։ Նույն կեսօրին, հազարավոր կիլոմետրեր հեռու, Երանում, հյուսիսային պողոտայում գտնվող ապակեպատ շենքի վերին հարկում, Ռաֆֆի Մանուկյան Մելիք Շահնազարյանը ուժգին հարվածում էր կոփված ապակե սեղանին։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կարժենա, Պողոս։ Հիմա լուծիր այս անեծքը։ Հեռախոսի մյուս կողմում գտնվող մարդը հավանաբար դողում էր։ Ռաֆֆին այդ ազդեցությունն ուներ մարդկանց վրա։ 38 տարեկանում նա համարվում էր հայկական տեխնոլոգիական շուկայի ամենահզոր, ամենաանողոք գործարարներից մեկը։ Մելիք Շահնազարյան թեքքը գնահատվում էր միլիարդներով, ուներ մասնաճյուղեր Լոնդոնում, Նյու Յորքում, Սինգապուրում։
Այն հայտնի էր հեռանկարային ստարտափներն իրեն կլանելով նախքան դրանք մրցակից դառնալը։ Գրասենյակը նրա անձնավորության հայելին էր, մաքուր, անթերի, սարսափելի։ Հատակից առաստաղ պատուհանները բացում էին Երանի համայնապատկերը, բետոնի ապակու անտառ, որը նա վարպետորեն տիրապետում էր։ Ժամանակակից արվեստի գործերը զարդարում էին սպիտակ պատերը, Վիկ Մունիսի բնօրինակ, Բեատրիս Միլհազեսի եռապատկեր, չափազանց թանկարժեք կտորներ, որոնք ձեռք էին բերվել ավելի շատ որպես ներդրում, քան գեղագիտական գնահատանքի համար։ Ռաֆֆին բռնի ուժով անջատեց հեռախոսը, շրջվեց դեպի Երանի համայնապատկերը։ Նրա դեմքի գծերը կոշտ էին, գրեթե քանդակված, հստակ սահմանված ծնոտ, մուգ թափանցող աչքեր, միշտ կատարյալ կտրված մազեր։ Նա անթերի էր հագնված Իտալիայում ձեռքով կարված կոստյումներով։ Նրա ժամացույցն ավելի թանկ արժեր, քան ներքի փողոցներում գտնվող մեքենաների մեծ մասը։ Ապակու մեջ արտացոլանքը ցույց էր տալիս մի մարդու, ով մասնագիտական հաջողության գագաթնակետին էր, բայց աչքերում կար մի բան, մի ստվեր, հավանաբար, որը բացահայտում էր կայսրության հետում թաքնված մենակությունը։ Ոչ թե Ռաֆֆին դա կընդուներ, նույնիսկ իր համար։ Զգացմունքները թուլություններ էին։ Նրա հայրը, ծեր Մելիք Շահնազարյանը, դա մանուկ հասակից մուրճել էր նրա գլխին։ Բիզնեսը բիզնես է, տղա։ Հույզերի տեղ չկա։ Պարոն Մելիք Շահնազարյան, ձեր հանդիպումը փաստաբանների հետ սկսվում է 10 րոպեից, հայտարարեց Նունեն, նրա գործադիր քարտուղարը, կիսաբաց դռնից։ Թող հիմա մտնեն, հրամայեց նա, աչքերը չկտրելով քաղաքից։ Նունեն 1 վայրկյան հապաղեց։ Նա Ռաֆֆիի հետ աշխատում էր 8 տարի, դեռ չէր սովորել նրա անկայուն բնավորությանը։ Նա հանճարեղ էր, նույնիսկ տեսլական, բայց անկանխատեսելի էր, ինչպես արադարձային փոթորիկը։ Նա գլխով արեց դուրս եկավ հյուրերին բերելու։ Փաստաբանների թիմը լուռ մտավ։ 5 միջին տարիքի տղամարդիկ, թանկարժեք պանակներով, նյարդային արտահայտություններով։ Ուրեմն, հարցրեց Ռաֆֆին, վերջապես շրջվելով դեպի նրանց։ Նրանցից ամենատարեցը, դոկտոր Հակոբ Մարգարյանը, նախքան խոսելը կոկորդը մաքրեց։ Իրավիճակը տիկին Քնարիկ Թորոսյանի հետ բարդ է։ Նա անզիջում է իր ոտնձգությունների վատ վարքի մեղադրանքների վերաբերյալ, ունի փոխզիջումային ապացույցներ։ Ռաֆֆին բռունցքները սեղմեց։ Քնարիկ Թորոսյանը հայտնի մոդել էր, ում հետ նա կարճած սիրավեպ էր ունեցել ամիսներ առաջ։ Երբ նա ավարտեց հարաբերությունները, Քնարիկը հրապարակավ մեղադրեց նրան բռնի վարքի համար։ Մելիք Շահնազարյան թեք ի բաժնետոմսերը հաջորդ օրը ընկան 15%, ով 3 խոշոր միջազգային պայմանագրեր կասեցվեցին։ Ինչքան է ուզում, 4 հարցրեց նա։ Դա փողի հարց չէ, պարոն Մելիք Շահնազարյան։ Նա վրեժ է ուզում։ Նա ուզում է տեսնել ձեր հեղինակությունը կործանված, ինչպես ինքն է պնդում, որ իրենը կործանվել է։ Ռաֆֆին մոտեցավ սենյակի անկյունում գտնվող նրբագեղ բարին, իր համար թանկարժեք վիսկի լցրեց։ Սաթե հեղուկը արտացոլում էր մայր մտնող արի լույսը, բյուրեղյա բաժակի մեջ հիպնոսական նախշեր ստեղծելով։ Նա երկար կում խմեց, զգալով ծանոթ այրվածքը կոկորդով ներք։ Դա մի ծես էր, որը հանգստացնում էր նրան, որն օգնում էր մտածել։ Բոլորն էլ գին ունեն, Հակոբ։ Պարզապես պետք է գտնել ճիշտ թիվը։ Փաստաբանները անհարմարավետ հայացքներ փոխանակեցին։ Նրանք գիտեին, որ այս անգամ փողը բավարար չի լինի։ Ամբողջ հարգանքով, պարոն, միջամտեց երիտասարդ փաստաբանը, դա միայն փողի հարց չէ։ Խորհուրդը մտահոգված է։ Ներդրողները նյարդայնացած են։ Մենք պետք է փոխենք ձեր հանրային կերպարը։ Հարգալից ընտանիքի մարդ, ոչ թե անպատասխանատու փլեյբոյ։ Ռաֆֆին ծիծաղեց, բայց առանց հումորի։ Եվ ինչպես եք առաջարկում դա անել։ Շուն որդեգրել։ Բարեգործությամբ զբաղվել։ Ամուսնացեք, հաստատակամորեն ասաց դոկտոր Հակոբը։ Գտեք համապատասխան, հարգալից կին։ Մեկը, ով կապ չունի ձեր աշխարհի հետ։ Մեկը իսկական։ Հետաց լռությունը ծանր էր։ Միակ ձայնը Ռաֆֆիի բաժակի մեջ սառույցի զրնգոցն էր, մինչ նա մարսում էր առաջարկը։ Դա ծիծաղելի է։ Մենք 2025 թվականն ենք, ոչ թե 1950 թվականը։ Դա ռազմավարական քայլ է, պարոն Մելիք Շահնազարյան։ Մի ամուսնություն, որը ցույց կտա կայունություն, պարտավորություն։ Պայմանագրով, իհարկե։ Սահմանված ժամկետ։ Առանց էմոցիոնալ բարդությունների։
Պարզապես ռազմավարական դաշինք ներդրողներին հանգստացնելու այս սկանդալը չեզոքացնելու համար։ Ռաֆֆին նայեց սենյակում գտնվող յուրաքանչյուր դեմքին։ Նրանք լուրջ էին։ Ամբողջովին լուրջ։ Եվ որտեղ, կոնկրետ, կգտնեի այդ իդեալական կնոջը, կեղծ ամուսնության համար։ Դոկտոր Հակոբը բացեց իր պանակը, հանեց թղթերի բարակ կույտ։ Մենք արդեն սկսել ենք զգույշ հետազոտություն։ Մենք ունենք մի քանի թեկնածուներ, որոնք համապատասխանում են ցանկալի պրոֆիլին։ Ռաֆֆին վերցրեց թղթերը, անտարբերությամբ թերթելով դրանք։ Ուսուցչուհիներ, բուժքույրեր, սոցիալական աշխատողներ։ Ինչ կլիշե։ Դրանք հարգալից մասնագիտություններ են, որոնք փոխանցում են ամուր արժեքներ։ Հենց այն, ինչ ձեր կերպարին հիմա պետք է։ Ռաֆֆին կանգ առավ էջերից մեկի վրա, հոնքերը կնճռելով։ Սա… Լուսինե Հովհաննիսյան։ Ինչ գիտենք նրա մասին։ Ուսուցչուհի Գորիսում, Սյունիքի մարզում։ Մանկավարժությունն ավարտել է գերազանցությամբ։ Առանց նշանակալի սոցիալական ցանցերի, առանց սկանդալների, առանց նախկին հանրային հարաբերությունների։ Հարգալից ընտանիք, ծնողները նախկին ուսուցիչներ։ Զգույշ գեղեցիկ, առանց աչքի ընկնելու։ Եվ ինչու նա կընդուներ նման համաձայնագիր։ Դոկտոր Հակոբը հապաղեց։ Նրա ծնողները ֆինանսական դժվարությունների մեջ են։ Հայրը տունը գրավադրել է մոր բուժման համար։ Նրանք պատրաստվում են կորցնել ամեն ինչ։ Ռաֆֆիի շուրթերին սառը ժպիտ հայտնվեց։ Կատարյալ։ Հուսահատ, բայց ազնիվ պատճառով։ Կարող է աշխատել։ Մինչդեռ Գորիսում Ծաղիկների փողոցի դեղին տան իրավիճակը վատթարանում էր։ Գորգ պապը նստած էր խոհանոցի սեղանի շուրջ, իր առջ թղթերի կույտ։ Նրա կողքին տատիկ տիկինը թաշկինակ էր պահում շուրթերին, փորձելով զսպել լացը։ Տունը պարզ էր, բայց հարմարավետ։ Մուգ փայտից կահույք, որը պատկանել էր Գորգ պապի տատիկ պապիկներին։ Պատերը զարդարված էին ընտանեկան լուսանկարներով, ժամանակից մաշված շրջանակներով։ Թարմ սուրճի եգիպտացորենի կարկանդակի հոտը, որը տատիկ տիկինը պատրաստում էր ամեն կեսօր, նույնիսկ այն օրերին, երբ կրծքի ցավը հազիվ էր թույլ տալիս նրան ոտքի կանգնել։ Հայրիկ, պետք է այլ լուծում լինի, աղաչեց Լուսինեն, նստելով նրանց դիմաց։ Մայրամուտի լույսը մտնում էր պատուհաններից, տեսարանը ոսկեգույն երանգներով ներկելով, որոնք հակադրվում էին օդում առկա տխրությանը։ Չկա, աղջիկս։ Բանկը տունը կվերցնի։ Մորթ բուժման պարտքերը իմ արած վարկերը ամեն ինչ կուտակվել է։ Մենք թոշակի անցած ուսուցիչներ ենք։ Երբեք շատ բան չենք ունեցել։ Գորգ պապը տունը գրավադրել էր տատիկ տիկնոջ բուժման համար, ով տառապում էր հազվագյուտ սրտի հիվանդությամբ։ Հիմա, կուտակված տոկոսներով, պարտքն անվճարունակ էր։ Ամեն ինչ կվաճառենք, նորից կսկսենք, առաջարկեց Լուսինեն։ Ինչ վաճառենք, աղջիկս։ Այս տունը մեր ունեցած ամեն ինչն է։ Եվ նույնիսկ եթե վաճառեինք, պարտքի կեսն անգամ չէր ծածկի։ Տատիկ տիկինը հազաց, թույլ ձայնով, որը կարծես արձագանքում էր խոհանոցում։ Նրա դեմքը, նախկինում լիքը կարմրած, հիմա նիհար էր, խորս շրջանակներով աչքերի տակ, որոնք պատմում էին անքուն գիշերների պատմությունը։ Թանկ դեղերը օգնում էին, բայց հրաշք չէին։ Միգուցե ես ավելի շատ մասնավոր դասեր վերցնեմ, ասաց Լուսինեն հուսահատորեն։ Կարող եմ քաղաքապետի հետ խոսել, միգուցե կա որե սոցիալական ծրագիր։ Արդեն ամեն ինչ փորձել ենք, աղջիկս։ Նրանք գալիս են ուրբաթ օրը։ Վերջնական գնահատման համար։ Գորգ պապի ձայնը խզվեց վերջին բառի վրա։ Տունը կորցնելու միտքը, որտեղ մեծացրել էր իր դստերը, որտեղ նախատեսում էր անցկացնել իր վերջին տարիները կնոջ հետ, մի հարված էր, որից նա չգիտեր, կարող էր արդյոք ապաքինվել։ Լուսինեն բռնեց ծնողների ձեռքերը։ Այդ կնճռոտ մատները, որոնք նրան սովորեցրել էին գրել, աղոթել, արժանապատվորեն ապրել։ Ես մի լուծում կգտնեմ, խոստացավ նա, թե չգիտեր ինչպես։ Այդ գիշեր իր սենյակում Լուսինեն բացեց հին փայտե տուփը, որտեղ պահում էր իր խնայողությունները։ Մի քանի թղթադրամ, մետաղադրամներ, անհրաժեշտի մոտ անգամ չէին հասնում։ Նա նայեց պատի վրա շրջանակված դիպլոմին, այդքան երազանքներ, այդքան պլաններ։ Մտածեց իր աշակերտների մասին, այն պատմությունների մասին, որոնք դեռ ուզում էր պատմել նրանց, այն աշխարհների մասին, որոնք ուզում էր բացել գրքերի արվեստի միջոցով։
Եվ մտածեց իր ծնողների մասին, որոնք այդքան զոհաբերություններ էին արել, որպեսզի նա կարողանար սովորել։ Հիմա իր հերթն էր զոհաբերվել նրանց համար։ Հաջորդ առավոտ, դպրոց հասնելուն պես, Լուսինեին կանչեցին տնօրինություն։ Այնտեղ էր տնօրեն տիկին Հռիփսիմեն, տարօրինակ արտահայտությամբ։ Լուսինե, մի տղամարդ կա այստեղ, ով ուզում է քեզ հետ խոսել։ Ասաց, որ կարոր է։ Ինձ հետ։ Է։ Երանից մի փաստաբան։ Թվում է կարոր անձնավորություն։ Հանդիպումների սենյակում սպասում էր մի պարոն, մոխրագույն կոստյումով, նուրբ շրջանակով, ակնոցներով, պաշտոնական կեցվածքով։ Նա ոտքի կանգնեց, երբ Լուսինեն մտավ։ Տիկին Լուսինե Հովհաննիսյան։ Ես դոկտոր Հակոբ Մարգարյանն եմ, Ռաֆֆի Մանուկյան Մելիք Շահնազարյանի ներկայացուցիչ փաստաբանը։ Ո՞վ, հարցրեց Լուսինեն, իսկապես շփոթված։ Տղամարդը կարճատ ժպտաց։ Ռաֆֆի Մանուկյան Մելիք Շահնազարյան։ Մելիք Շահնազարյան թեկտ ի գործադիր տնօրենը։ Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Եվ ինչ է նա ուզում ինձնից։ Դոկտոր Հակոբը կարգի բերեց ակնոցները, ուսումնասիրելով իր դիմաց կանգնած երիտասարդ կնոջը։ Նա հենց այնպիսին էր, ինչպիսին լուսանկարներն էին հուշում, զգույշ գեղեցիկ, արտահայտիչ աչքերով, որոնք բացահայտում էին խելք բնավորություն։ Կատարյալ այն ամենի համար, ինչ նրանց պետք էր։ Տիկին Հովհաննիսյան, ուղղակիորեն խոսենք։ Մենք լայնածավալ հետազոտություն ենք անցկացրել, փնտրելով ձեր պրոֆիլով մեկին։ Լավ ընտանիքի երիտասարդ կին, կրթված, առանց սկանդալների կամ բարդ անցյալի։ Մեկը, ով գնահատում է զգուշությունն ու արժանապատվությունը։ Լուսինեն ձեռքերը ծալեց։ Ինչ եք կոնկրետ ուզում դուք ձեր հաճախորդը։ Բիզնես առաջարկ։ Պարոն Մելիք Շահնազարյանը պատրաստ է զգալի գումար առաջարկել ժամանակավոր համաձայնագրի դիմաց։ Ինչ տեսակի համաձայնագիր։ Ամուսնություն։ Պայմանագրով։ 6 ամիս, միգուցե 1 տարի։ Ձեր բոլոր ծախսերը կվճարվեն, գումարած զգալի լրացուցիչ գումար։ Լուսինեն հազիվ զսպեց ծիծաղը։ Դա վատ համի կատակ էր թվում։ Դուք ինձ խնդրում եք ամուսնանալ անծանոթի հետ։ Փողի դիմաց։ Դա անհեթեթ է։ Հասկանում եմ ձեր արձագանքը, բայց խնդրում եմ հաշվի առնել։ Պարոն Մելիք Շահնազարյանը պատրաստ է վճարել 5 միլիոն դրամ, գումարած ձեր ընտանիքի բոլոր պարտքերը մարել ծնողներիդ համար ցմահ առողջության ապահովագրություն երաշխավորել։ Լուսինեի սիրտը մի ակնթարթ կանգ առավ։ 5 միլիոն։ Պարտքերը մարված։ Մոր բուժումը երաշխավորված։ Ինչու ես, հարցրեց նա, ձայնը հանկարծ թուլացած։ Ինչպես ասացի, ձեր պրոֆիլը։ Ամբողջականություն։ Զգուշություն։ Եվ եթե թույլ կտաք անկեղծ լինել, ձեր անփորձությունը Երանի հասարակական շրջանակներում ամեն ինչ ավելի հարմար է դարձնում։ Չեն լինի անցյալի սիրավեպերի կամ անհարմար կապերի բարդություններ։ Լուսինեն մոտեցավ պատուհանին, դիտելով դպրոցի բակը, որտեղ իր աշակերտները խաղում էին, անտեղյակ մեծահասակների աշխարհի բարդություններից։ Երեխաներ, որոնք ծիծաղում էին, վազում, ապրում ներկայում։ Ինչպես կլիներ իր ապագան վաճառելը ծնողների անցյալը փրկելու համար։ Եվ ինչ պետք է անեմ կոնկրետ։ Դոկտոր Հակոբը բացեց պանակը մի փաստաթուղթ հանեց։ Ոչինչ, բացի հանրության առաջ նվիրված կնոջ դերը խաղալուց։ Հասարակական միջոցառումներ, մի քանի հայտնություններ մամուլում։ Բացարձակ զգուշություն համաձայնագրի բնույթի մասին։ Չեն լինի ինտիմ պարտավորություններ, եթե դա է ձեզ անհանգստացնում։ Լուսինեն զգաց, թե ինչպես է դեմքն այրվում ամոթից։ Մտածեք առաջարկի մասին, տիկին Հովհաննիսյան։ Ահա իմ այցեքարտը։ Պարոն Մելիք Շահնազարյանը վաղը կլինի Կապանում կարող է հանդիպել ձեզ հետ, մանրամասները քննարկելու համար, եթե հետաքրքրված եք։ Երբ փաստաբանը հեռացավ, Լուսինեն մնաց մենակ, այդ քարտը ձեռքին, հույզերի մրիկը կրծքին։ Առաջարկն անհեթեթ էր, նույնիսկ անբարոյական։ Իրեն վաճառել կեղծ ամուսնության համար։ Արդյոք իր արժանապատվությունն այդքան քիչ արժեր։ Բայց հետո մտածեց ծնողների մասին։ Տան մասին, որը պատրաստվում էին վերցնել։ Մոր թանկարժեք դեղերի մասին։ Տունդարձի ճանապարհին նա կանգ առավ եկեղեցում։ Նստեց վերջին նստարանին, նայելով ոսկեզօծ զոհասեղանին, որը դարեր շարունակ ականատես էր եղել աղոթքների, աղաչանքների, շնորհակալությունների։
Ինչ պետք է անեմ, շշնջաց նա, պատասխան չսպասելով։ Սրբերի պատկերները նայում էին նրան հանդիսավոր լռությամբ, կարծես ասում էին, որ սա մի պատասխան էր, որը նա պետք է ինքնուրույն գտներ։ Այդ գիշեր Լուսինեն չքնեց։ Նա նայեց իր մանկության սենյակի առաստաղին, նույն այն առաստաղին, որտեղ կարող էին լինել լյումինեսցենտ աստղեր, որոնք հայրը սոսնձել էր, երբ նա վախենում էր մթությունից։ Նա լուռ լացեց, կշռադատելով իր տարբերակները։ Իրականում տարբերակներ չկային։ Միայն մի շրջանած ճանապարհ, սիրելիներին փրկելու համար։ Հաջորդ առավոտ նա ավտոբուս նստեց դեպի Կապան։ Այցեքարտում նշված հյուրանոցում նրան սպասում էր ամենահզոր մարդը, ում նա երբեք ճանաչել էր։ Ռաֆֆի Մանուկյան Մելիք Շահնազարյանը այնպիսին չէր, ինչպիսին նա պատկերացնում էր։ Նա ավելի տարեց մեկին էր սպասում, միգուցե մեծ փորով մեկին, ով ճաշում է չափազանց թանկ ռեստորաններում։ Բայց այն տղամարդը, ով ոտքի կանգնեց, երբ նա մտավ հյուրանոցի մասնավոր ռեստորանը, բարձրահասակ էր, նրբաճաշակ անհանգստացնող գեղեցիկ։ Նրա աչքերը, սակայն, սառն էին, ինչպես ձմռան գետի քարերը։ Տիկին Հովհաննիսյան, շնորհակալ եմ գալու համար։ Նա գլխով արեց, իր պարզ զգեստով, որը գնվել էր հանրախանութում, իրեն անտեղի զգալով։ Սուրճ կուզեք։ Հյութ, պաշտոնապես առաջարկեց նա։ Ոչ, շնորհակալ եմ։ Նախընտրում եմ ուղղակիորեն անցնել գործին։ Նրա շուրթերի անկյունում թեթ ժպիտ հայտնվեց։ Ուղղակի։ Ինձ դուր է գալիս դա։ Ուրեմն, իմ փաստաբանը բացատրել է իրավիճակը։ Կեղծ ամուսնություն, ձեր կերպարը մաքրելու համար։ Այո, նա բացատրեց։ Եվ դուք մտածում եք։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Իմ ծնողները պատրաստվում են կորցնել ամեն ինչ։ Մայրս շարունակական բուժման կարիք ունի։ Այսպիսով, այո, ես մտածում եմ։ Ռաֆֆին մի պահ դիտեց նրան, վերլուծելով, ինչպես ընկերությունները ձեռք բերելուց առաջ։ Ես անկեղծ կլինեմ։ Ինձ պետք է մի կին, ով օրինական կերա։ Մեկը, ով չունի սոցիալական հավակնություններ կամ խնդրահարույց կապեր։ Դուք կատարյալ եք այդ առումով։ Եվ ինչ է լինում, երբ պայմանագիրն ավարտվում է։ Դուք վերադառնում եք ձեր կյանքին, 5 միլիոնով ավելի հարուստ, ձեր ծնողներն ապահով կլինեն։ Ինչքան ժամանակ։ 6 ամիս։ Առավելագույնը 1 տարի։ Լուսինեն նայեց իր ձեռքերին։ Դրանք ուսուցչուհու ձեռքեր էին, պարզ խնամքով, առանց թանկարժեք զարդերի կամ մշակված եղունգների։ Ես պայմաններ ունեմ, վերջապես ասաց նա։ Ռաֆֆին հոնքը բարձրացրեց, զարմացած։ Պայմաններ։ Նախ, ամեն ինչ ուզում եմ գրավոր։ Պարտքերը մարված, առողջության ապահովագրությունը, ամեն ինչ փաստաթղթավորված արարողությունից առաջ։ Երկրորդ, ուզում եմ շարունակել դասեր տալ, նույնիսկ հեռակա կարգով։ Եվ երրորդ, նա խորը շունչ քաշեց, երբ այս ամենը վերջանա, դուք այլս ինձ կամ իմ ընտանիքին չեք փնտրի։ Ռաֆֆին ուսումնասիրեց նրան ավելի մեծ հետաքրքրությամբ։ Այնտեղ կար մի ողնաշար, այդ փխրուն արտաքինի տակ։ Ես ընդունում եմ ձեր պայմանները։ Բայց ես ինքս էլ ունեմ մի քանիսը։ Լիակատար զգուշություն։ Երբեք չբացահայտել մեր համաձայնագրի բնույթը։ Մասնակցել բոլոր անհրաժեշտ հասարակական միջոցառումներին։ Եվ նա դադարեց, մի մանրուք, որը իմ փաստաբանը կարող էր բաց թողնել, մենք պետք է միասին ապրենք։ Լուսինեի դեմքը գունատվեց։ Միասին ապրենք։ Իմ տանը, երանում։ Առանձին սենյակներ, իհարկե։ Բայց որպեսզի ամուսնությունը իրական թվա, դա էական է։ Լուսինեն սրտխառնոց զգաց։ 6 ամիս ապրել անծանոթի հետ։ Հեռու այն ամենից, ինչ նա ճանաչում սիրում էր։ Գիտեմ, որ դա իդեալական չէ, շարունակեց Ռաֆֆին։ Բայց եթե դա օգնի, ես պատրաստ եմ գումարը հասցնել 7 միլիոնի։ 7 միլիոն։ Ուսուցչուհու ամբողջ կյանքի աշխատավարձը մոտ անգամ չէր հասնի դրան։ Դա կարող էր ապահովել ոչ միայն ծնողների, այլ իր ապագան։ Կարող էր բացել այն հատուկ կարիքներով երեխաների դպրոցը, որի մասին նա միշտ երազում էր։ Մենք համաձայնության եկել ենք, հարցրեց Ռաֆֆին, ձեռքը մեկնելով։ Լուսինեն նայեց այդ ձեռքին, ուժեղ, դաստակին շատ թանկ։ Ժամացույցով զգաց, որ վաճառում է իր հոգին։ Բայց մի նպատակի համար, որն արժեր դա։ Մենք համաձայնության եկանք, պատասխանեց նա, սեղմելով նրա ձեռքը։
Հիանալի, ասաց Ռաֆֆին, ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Ամուսնությունը կլինի 3 շաբաթից։ Իմ թիմը ամեն ինչով կզբաղվի։ Երբ նա ոտքի կանգնեց հեռանալու, Ռաֆֆին սառը ձայնով ավելացրեց. Ահա, պարզապես իմանաք դուք ինձ հետ 30 օր չեք դիմանա։ Լուսինեն չպատասխանեց։ Բայց ինչ-որ բան նրա ներսում բռնկվեց, ոչ թե վախ, այլ վճռականություն։ Նա կարող էր ունենալ փող իշխանություն, բայց Լուսինեն ուներ մի բան, որը նա երբեք չէր հասկանա՝ իսկական սիրտ։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Ամուսնության առավոտյան Լուսինեն Երանի հինգաստղանի հյուրանոցի պատուհանից դիտում էր, թե ինչպես են մասնագետների թիմը իրեն վերածում մեկ այլ անձնավորության։ Վարսահարդարները, դիմահարդարները, ոճաբանները լուռ աշխատում էին, ստեղծելով նրա բարելավված տարբերակը։ Զգեստը, որը նախագծել էր հայտնի ոճաբան, ավելի թանկ արժեր, քան նրա բոլոր իրերը միասին։ Մի փոքր ժպտա սիրելիս, խնդրեց լուսանկարիչը, հարսնացուի մտերիմ պահերը նկարահանելու համար։ Դու կարծես հուղարկավորության ես գնում, ոչ թե քո հարսանիքին։ Ինչպես ժպտալ, երբ վաճառում ես քո ազատությունը։ Բայց Լուսինեն ստիպեց իր շուրթերին կորանալ։ Դա համաձայնագրի մասն էր։ Կեղծիքի մասը։ Երանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում հավաքվել էր երկրի գործարար քաղաքական էլիտան։ Այնտեղ ոչ ոք չգիտեր, որ ամուսնությունը արտրային գործարք էր, բացի դոկտոր Հակոբից 2 փաստաբաններից, ովքեր մշակել էին պայմանագիրը։ Մյուս բոլորի համար դա հեքիաթ էր գյուղից եկած ուսուցչուհու մասին, ով նվաճել էր միլիարդատիրոջ սիրտը։ Նրա ծնողներն այնտեղ էին, իհարկե։ Գորգ պապը նոր կոստյումով, տատիկ տիկինը կապույտ զգեստով շփոթված ժպիտով։ Նրանք դեռ չէին հասկանում, թե ինչպես էր իրենց դուստրը սիրահարվել մի մագնատի, ում նրանք նախկինում երբեք չէին ճանաչել, բայց երջանիկ էին տեսնելով, թե ինչպես էին պարտքերը խորհրդավոր կերպով անհետանում։ Բժշկական բուժումը տրամադրվում էր երկրի լավագույն հիվանդանոցներում։ Վստահ ես դրանում, աղջիկս, հարցրեց Գորգ պապը, երբ գտավ նրան հարսնացուի ընտանիքի համար նախատեսված սենյակում։ Ամուսնությունը լուրջ բան է։ Եվ դու հազիվ ես ճանաչում այդ մարդուն։ Վստահ եմ, հայրիկ, ստեց Լուսինեն, ինքն իրեն ատելով դրա համար։ Երբեմն սերը արագ է գալիս։ Երաժշտությունը սկսվեց։ Ավանդական երգեհոնը նվագում էր հարսանեկան քայլերքը։ Լուսինեն զգաց, թե ինչպես են ոտքերը դողում։ Հայրը նրան առաջնորդեց եկեղեցու միջանցքով։ Հյուրերը ոտքի կանգնեցին։ Լուսարձակները բռնկվում էին։ Զոհասեղանի մոտ Ռաֆֆին սպասում էր, վեհաշուկ իր իտալական կոստյումով, կատարյալ հարդարված մազերով, անթափանց աչքերով։ Այդ հայացքում հույս չկար, միայն հաշվարկ։ Քահանան խոսեց սիրո, պարտավորության, հավատարմության մասին։ Դատարկ բառեր այդ համատեքստում։ Երբ խոստումների ժամանակն էր, Ռաֆֆին կատարյալ կերպով արտասանեց իր խոստումները։ Լուսինեն փորձեց հուզված թվալ, ասելով իր խոստումները, թաքցնելով ձեռքերի դողը։ Ես ձեզ հայտարարում եմ ամուսին կին։ Կարող եք համբուրել հարսնացուին։ Այն պահը, որից Լուսինեն վախենում էր։ Ռաֆֆին թեքվեց, չափազանց ամուր բռնելով նրան իր գոտկատեղից, կարճատ դիպավ նրա շուրթերին։ Տեխնիկական համբույր։ Առանց հոգու։ Հյուրերը ծափահարեցին։ Ավելի շատ լուսարձակներ։ Ընդունելությունը տեղի ունեցավ քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում։ Ներկրված խոլորձներ, ֆրանսիական շամպայն, դասական երաժշտություն նվագող նվագախումբ։ Լուսինեն այդ գիշեր ավելի շատ մարդկանց ճանաչեց, քան իր ամբողջ կյանքում։ Քաղաքական գործիչներ, գործարարներ, հայտնիներ։ Բոլորն ուզում էին ճանաչել այն կնոջը, ով հնազանդեցրել էր Ռաֆֆի մանուկյան Մելիք Շահնազարյանին։ Երբեք նրան այդքան հանգիստ չեմ տեսել, մեկնաբանեց միջին տարիքի մի սոցիալիստուհի։ Դուք պետք է կախարդական ուժեր ունենաք, սիրելիս։ Մի քանի ժամ Լուսինեն կատարեց իր դերը, ճառագայթող հարսնացու, սիրահարված, երախտապարտ այն հեքիաթի համար, որն ապրում էր։ Ռաֆֆին իր հերթին մնում էր նրա կողքին, երբեմն ձեռքը դնելով նրա գոտկատեղին կամ ինչ-որ բան շշնջալով նրա ականջին, արտաքին տեսքը պահպանելու համար։ Երբ վերջապես վերջին հյուրը հեռացավ, արդեն կեսգիշեր էր անցել։ Զույգին առաջնորդեցին նախագահական սենյակ, որտեղ նրանք կանցկացնեին գիշերը, նախքան մեղրամիս մեկնելը, որը իրականում պարզապես լուսանկարահանում էր լինելու Մալդիվներում հայտնի ամսագրերի համար։ Հենց որ դուռը փակվեց, Ռաֆֆին թուլացրեց իր փողկապը, իր համար վիսկի լցրեց։
Դուք համոզիչ էիք, մեկնաբանեց նա, առանց նրա վրա նայելու։ Գրեթե հավատացի ձեր որոշ ծիծաղներին։ Լուսինեն նստեց բազկաթոռին, հոգնած։ Կարծում եմ, շնորհակալ եմ։ Վաղը մեկնում ենք ժամը 9-ին։ Անձնագրերը կարգին են։ Իսկ Մալդիվներից հետո վերադառնում ենք Երան։ Իմ տուն։ Ձեր նոր տունը առաջիկա ամիսներին։ Տուն բառը տարօրինակ հնչեց այդ համատեքստում։ Տուն չի գնվում։ Չի վարձվում։ Հուսով եմ պարզ է, որ սա պարզապես բիզնես է, շարունակեց Ռաֆին։ Մի սպասեք տնային բարությունների։ Դա մեր պայմանագրում է։ H17.23 դառնությամբ պատասխանեց Լուսինեն։ Խիստ պրոֆեսիոնալ հարաբերություններ։ Ռաֆին գրեթե ժպտաց։ Տեսնում եմ, որ ուշադիր եք կարդացել փաստաթղթերը։ Խելացի է։ Նա ավարտեց իր խմիչքը, շարժվեց դեպի սենյակ։ Այդ դռան հետումս մի սենյակ կա։ Ձեր ճամպրուկներն արդեն այնտեղ են։ Առաջարկում եմ հանգստանալ։ Առաջիկա օրերը լարված կլինեն։ Երբ նա փակեց դուռը, Լուսինեն վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Ինչ էր արել։ Վաճառել իր ազատությունը, իր արժանապատվությունը, փողի դիմաց։ Նույնիսկ եթե դա իր ծնողներին փրկելու համար էր, նա իրեն կեղտոտ էր զգում։ Հաջորդ օրը սիրահար զույգի լուսանկարները Մալդիվներում հայտնվեցին բոլոր սոցիալական լրատվամիջոցներում։ Լուսինեն թեթև զգեստներով ժպտում էր տեսախցիկին, մինչ Ռաֆին նրան գրկում էր լողափին։ Կատարյալ զույգը դարձավ թրենդային թեմա։ Քնարիկ Թորոսյանի հետ սկանդալը սկսեց մոռացվել։ 3 օր անց նրանք վերադարձան Երան։ Ռաֆի առանձնատունը գտնվում էր Արաբկիր թաղամասում, քաղաքի ամենաէլիտար թաղամասերից մեկում։ Դա հսկայական կալվածք էր, մշակված այգիներով, լողավազանով, սպա սրահով, մասնավոր կինոթատրոնով, անձնակազմով, որը ներառում էր տնային տնտեսուհի, խոհարարուհի, այգեպաններ, վարորդներ, անվտանգության աշխատողներ։ Արելյան ձերն է լինելու, բացատրեց Ռաֆին, մինչ մի աշխատակից տանում էր Լուսինեի ճամպրուկները։ Այն ունի իր սեփական ննջասենյակը, լոգարանը, հանդերձասենյակը, փոքրիկ հյուրասենյակը։ Իմ բնակարանները գտնվում են Արմտյան թում։ Բոլորի համար մենք կիսում ենք հիմնական ննջասենյակը, եթե ինչ-որ մեկը հարցնի։ Իսկ աշխատակիցները։ Նրանք գիտեն։ Նրանք գիտեն միայն, որ պետք է հարգեն ձեր գաղտնիությունը, հետեն ձեր հրահանգներին, քանի դեռ դրանք չեն հակասում իմ հրահանգներին։ Տունը շքեղ էր, բայց սառը, ինչպես իր տերը։ Մինիմալիստական դիզայն, չեզոք երանգներ։ Չափազանց թանկ աբստրակտ արվեստի գործեր։ Չկային ընտանեկան լուսանկարներ, անձնական իրեր կամ որևէ բան, որը կհուշեր մարդկային ջերմության մասին։ Լուսինեին ներկայացրին աշխատակիցներին։ Տիկին Պետրոսյանը, տնային տնտեսուհին, միջին տարիքի կին, խիստ արտահայտությամբ։ Տիկին Կարինեն, խոհարարուհին, հյուսիսարելյան դիմագծերով մի տարեց կին, ով հազիվ աչքերը բարձրացրեց նրան ողջունելիս։ Պարոն Սարգսյանը, մարդկանց մատուցողը, պաշտոնական էր նույնիսկ այն բանով, թե ինչպես էր խոնարհվում։ Բոլորը կարծես ծրագրավորված ռոբոտներ լինեին, ծառայելու համար, առանց հույզեր դրսևորելու։ Նախաճաշը մատուցվում է ժամը 7-ին, տեղեկացրեց Ռաֆին։ Ճաշում ենք ժամը 20-ին, երբ տանն եմ, ինչը հազվադեպ է։ Ճաշի համար ձեր նախասիրությունները հայտնեք տիկին Կարինեին։ Ցանկացած հատուկ կարիքի դեպքում դիմեք տիկին Պետրոսյանին։ Կարող եմ տունը ուսումնասիրել։ Հիմա ձեր տունն է, համենայն դեպս պաշտոնապես։ Կարող եք գնալ ուր ցանկանաք, բացի իմ գրասենյակից, իմ սենյակից, իհարկե։ Ահա, մի կարևոր կանոն։ Երբ հյուրեր ենք ընդունում, հատկապես մամուլից, մենք մեզ պահում ենք որպես իսկական զույգ։ Նույնիսկ կուլիսներում, քանի որ երբեք չգիտես, թե ով կարող է դիտել։ Այդ առաջին գիշեր Լուսինեն մենակ ճաշեց։ Ռաֆին գործնական հանդիպում ուներ։ Նստած այդ հսկայական սեղանի գլխին, իր արջ աստղային ռեստորանին արժանի ճաշով, նա իրեն ավելի մենակ զգաց, քան երբևէ։ Միայն 2 պատառ ուտելուց հետո նա ներողություն խնդրեց, հեռացավ իր սենյակ, խոհանոցի անձնակազմին շփոթված թողնելով։ Հաջորդ օրերը սահմանեցին մի առօրյա։ Ռաֆին վաղ էր դուրս գալիս, ուշ էր վերադառնում։ Երբ տանն էր, փակվում էր գրասենյակում։ Լուսինեն սկսեց ուսումնասիրել առանձնատունը, ճանաչելով յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր միջանցք։
Նա հայտնաբերեց մի տպավորիչ գրադարան, այնտեղ անցկացրեց իր ժամանակի մեծ մասը, կարդալով գրքեր, որոնք երբեք չէր ունենա Գորիսում։ Առաջին շաբաթվա ընթացքում նա փորձեց որևէ կապ հաստատել աշխատակիցների հետ, անհաջող։ Բոլորը քաղաքավարի էին, բայց հեռու։ Հստակ հրահանգված էին այդպես մնալ։ Բացի տիկին Կարինեից, ով մի քանի օր անց Լուսինեին առաջարկեց եգիպտացորենի կարկանդակի մի կտոր, որը նա պատրաստել էր հատուկ, քանի որ նկատեցի, որ տիկինը սիրում է։ Դա անկեղծ բարության առաջին ժեստն էր, որ Լուսինեն ստացավ այդ տուն գալուց հետո։ Նա ավելի հուզվեց, քան պետք է։ «Կարոտում ես տունը, չէ՞, հարցրեց տիկին Կարինեն, մինչ Լուսինեն համտեսում էր կարկանդակը։ Շատ, խոստովանեց նա։ Այնտեղ, Գորիսում, ես բոլորին ճանաչում եմ։ Այստեղ երանը կարող է դաժան լինել նրանց հետ, ովքեր սովոր չեն։ Բայց դուք կհարմարվեք։ Դուք բարի սիրտ ունեք, դա երում է։ Այդ փոքրիկ զրույցը բալասան էր Լուսինեի համար։ Հաջորդ օրերին նա ավելի հաճախ էր այցելում խոհանոց, զրուցելով տիկին Կարինեի հետ, մինչ նա ճաշ էր պատրաստում։ Խոհարարուհին նրան պատմեց իր կյանքի մասին Գյումրիում, իր երեխաների մասին, ովքեր սովորում էին իր աշխատավարձի օգնությամբ, իր երազանքների մասին։ Դրան զուգահեռ Լուսինեն շարունակում էր իր առցանց դասերը Գորիսի աշակերտների համար, կրթության նախարարության կողմից հաստատված հատուկ ծրագրի միջոցով։ Դա նրա միակ կապն էր իր նախկին կյանքի հետ, նա այն պաշտպանում էր որպես գանձ։ Համատեղ կյանքի 7-րդ օրը տեղի ունեցավ առաջին ուղիղ առճակատումը Ռաֆֆիի հետ։ Նա գրադարանում էր, երբ հյուրասենյակից մի ուժգին ձայն լսեց։ Այնտեղ հասնելուն պես նա տեսավ Ռաֆֆիին, ով բղավում էր պարոն Սարգսյանի վրա, քանի որ Մինգի ծաղկամանը կոտրվել էր։ Անգործունակություն։ Գիտեք, թե ինչքան արժեր այդ կտորը։ Ավելի շատ, քան դուք կվաստակեիք 10 տարում, գոռում էր Ռաֆֆին, մինչ մոտ 60 տարեկան պարոն մատուցողը գլուխը կախ էր պահում, դողալով. Կներեք, պարոն։ Դա պատահականություն էր։ Ես մաքրում էի։ Պատահականությունները փող են արժենում։ Եվ փողն իմ գրպանից է դուրս գալիս։ Լուսինեն չկարողացավ զսպել իրեն։ Նա մոտեցավ նրանց ծնկի իջավ, սկսելով հավաքել բեկորները։ Ինչ եք անում, հարցրեց Ռաֆֆին, ապշած։ Օգնում եմ։ Պարոն Սարգսյան, կարող եք ավել բերել, խնդրում եմ։ Մատուցողը նայեց Ռաֆֆիին, չիմանալով ինչպես վարվել։ Դուրս եկեք, հրամայեց Ռաֆֆին աշխատակցին, ով անմիջապես ենթարկվեց։ Երբ նրանք մենակ մնացին, նա բարկացած նայեց Լուսինեին։ Մի միջամտեք իմ գործերին աշխատակիցների հետ։ Այդպես մարդկանց հետ վարվելը արդար չէ։ Դա պատահականություն էր։ 200,000 դրամի պատահականություն։ Լուսինեն շարունակում էր հավաքել բեկորները, նույնիսկ Ռաֆֆիի բարկացած հայացքի տակ։ Իրերը փոխարինվում են։ Մարդիկ, ոչ։ Ինչ-որ բան այն բանի մեջ, թե ինչպես նա դա ասաց, պարզ, ուղղակի, առանց դրամայի Ռաֆֆիի վրա անսպասելիորեն ազդեց։ Նա կանգնած էր այնտեղ, ուշադրությամբ դիտելով, թե ինչպես է նա հավաքում յուրաքանչյուր կոտրված կտոր, նուրբ ձեռքերը վճռականությամբ շարժվելով։ Կկտրվես, վերջապես ասաց նա։ Զգույշ եմ։ Ինչու ես հոգ տանում։ Դա քո ծաղկամանը չէ, քո աշխատակիցը չէ։ Լուսինեն նայեց նրան։ Որովհետև դա ճիշտ է անել։ Նույն գիշեր Ռաֆֆին զգուշորեն դիտում էր, թե ինչպես էր Լուսինեն խոսում տիկին Կարինեի հետ խոհանոցում։ Գյուղից եկած ուսուցչուհին օգնում էր խոհարարուհուն ճաշ պատրաստել, ծիծաղելով այն բանից, ինչ պատմում էր տարեց կինը։ Այդ ժեստում կար մի բնականություն, մի հիերարխիայի բացակայություն, որը լիովին օտար էր իր աշխարհին։ Ավելի ուշ, ճաշի ժամանակ, առաջինը, որը նրանք իսկապես կիսում էին, Ռաֆֆին հարցրեց. Ինչու ընտրեցիք ուսուցչուհի դառնալ։ Դա հավակնոտ կարիերա չի թվում։ Լուսինեն մի պահ նայեց նրան։ Ես իմ մասնագիտությունը չեմ ընտրել ֆինանսական հավակնությունների համար։ Ես ընտրել եմ, որովհետև հավատում եմ, որ կրթությունը փոխում է կյանքեր։ Ազնիվ, բայց իդեալիստական։ Իսկ ո՞րն էր ձեր մոտիվացիան ձեր կայսրությունը ստեղծելու համար։ Միայն փողը։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ոչ ոք նրան այդպես չէր հարցաքննում։ Հաջողություն, գերազանցություն, վերահսկողություն։ Բաներ, որոնք փողը թույլ է տալիս, բայց որոնք ավելի մեծ են, քան այն։ Եվ դուք երջանիկ եք։
Ռաֆֆին գրեթե խեղդվեց գինուց։ Երջանկությունը գերագնահատված հասկացություն է։ Ես նախընտրում եմ իշխանություն։ Այն ավելի կոնկրետ է։ Լուսինեն գլխով արեց։ Դա շատ բան է բացատրում։ Ինչ կոնկրետ։ Ինչու եք վճարում ամուսնության համար։ Ինչու եք մարդկանց հետ վարվում որպես անպետք իրերի։ Ինչու եք ապրում այս գեղեցիկ սառը տանը մենակ։ Ռաֆֆին զգաց, թե ինչպես է բարկությունը աճում իր կրծքի մեջ։ Դուք ինձ չեք ճանաչում։ Ոչ էլ դուք ինձ։ Բայց ահա մենք ամուսնացած։ Այսպիսով, միգուցե մենք պետք է գոնե փորձենք հասկանալ միմյանց։ Հետաց լռությունը լարված էր։ Վերջապես Ռաֆֆին ոտքի կանգնեց։ Ես անելիք ունեմ։ Բարի գիշեր, տիկին Հովհաննիսյան։ Տիկին Մելիք Շահնազարյան, հիշում եք։ Գոնե թղթի վրա, ուղղեց Լուսինեն թեթ հեգնանքով։ Նա մի պահ կանգ առավ, կարծես ինչ-որ բան ասելու լիներ, բայց մտափոխվեց դուրս եկավ։ Այդ գիշեր, իր շքեղ անկողնում պառկած, Լուսինեն մտածում էր, թե ինչպես էր իր կյանքը այդքան արագ փոխվել։ Նա ապրում էր անծանոթի հետ, անծանոթ քաղաքում։ Ձացնելով մի կյանք, որն իրենը չէր։ Եվ դեռ 5 ամսից ավելի ուներ առջում։ Ինչ նա չգիտեր, այն էր, որ Ռաֆֆին առանձնատան մյուս կողմի իր սենյակում նայում էր առաստաղին, մտածելով այն պարզ կնոջ մասին, ով համարձակվել էր մարտահրավեր նետել իրեն։ Ով թանկարժեք ծաղկամանի բեկորներ էր հավաքում իր ձեռքերով։ Ով օգնում էր խոհարարուհուն, կարծես հավասար լիներ։ Ով խոսում էր երջանկության մասին, կարծես դա շոշափելի, իրական բան լիներ։ Իդեալիստական, մրմնջաց նա ինքն իրեն։ Չի դիմանա։ Բայց մի փոքրիկ ձայն իր մտքում հարցրեց. իսկ ինչ, եթե նա դիմանա։ Հաջորդ առավոտ, նախաճաշի ժամանակ, Ռաֆֆին հանկարծակի հայտարարեց. Այսօր երեկոյան միջոցառում ունենք։ Մելիք Շահնազարյան թեքքը նոր արհեստական բանականության համակարգ է թողարկում ֆինանսական շուկայի համար։ Լուսինեն աչքերը բարձրացրեց իր կարդացած գրքից։ Դա առաջին անգամն էր, որ Ռաֆֆին ինքնաբուխ զրույց էր սկսում։ Ժամը քանիսին պետք է պատրաստ լինեմ։ Մեկնում ենք ժամը 19:00-ին։ Նունեն, իմ օգնականը, ոճաբան դիմահարդար կուղարկի։ Անհասանելի եղեք ժամը 16:00-ից։ Կարող եմ ինքս ընտրել իմ զգեստը։ Ռաֆֆին վերլուծեց նրան։ Նախընտրում եմ, որ կրեք ինչ-որ բան համապատասխան կորպորատիվ միջավայրին։ Ոճաբանը կիմանա, թե ինչն է հարմար։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Եվս մեկ անգամ նրան կհագցնեին որպես տիկնիկ, պատրաստված ծառայելու նրա նպատակին։ Ինչպես կուզեք։ Ի վերջո, դուք եք վճարում։ Այդ փոքրիկ սադրանքը ստիպեց Ռաֆֆիին հապաղել։ Եթե կա որևէ կոնկրետ բան, որը նախընտրում եք գրել։ Ոչ, ոճաբանը կիմանա, թե ինչն է համապատասխան։ Ինչպես դուք ասացիք։ Հետաց լռությունը ծանր էր։ Մի ուրիշ բան էլ կա, շարունակեց Ռաֆֆին, սուրճը մի կողմ դնելով։ Մի քանի ներդրողներ լրագրողներ ներկա կլինեն։ Մենք պետք է համոզիչ թվանք։ Ինչպես համոզիչ։ Իսկական զույգի պես։ Դա կլինի առաջին նշանակալի հանրային հայտնությունը ամուսնությունից հետո։ Եվ ինչ պետք է անեմ։ Կախվեմ ձեր ձեռքից ձեզ նայեմ պաշտամունքով։ Ռաֆֆին հետաքրքրությամբ ուսումնասիրեց նրան։ Ձեր սարկազմը անսպասելի է։ Ես շատ անսպասելի հատկություններ ունեմ։ Նրա շուրթերի անկյունում թեթ ժպիտ հայտնվեց։ Ակնհայտորեն։ Բայց, պատասխանելով ձեր հարցին։ Այո, օգտակար կլիներ, եթե դուք իսկապես հետաքրքրված թվայիք ինձնով։ Ես լավ ուսուցչուհի եմ, ոչ թե դերասանուհի։ Այդ դեպքում դա համարեք ձեր հմտությունների փորձություն։ Երեկոյան, երբ Լուսինեն իջավ առանձնատան աստիճաններով, մի պահ լռություն տիրեց։ Ռաֆֆին, ով նրան սպասում էր մուտքի սրահում, դադարեց նայել հեռախոսին, աչքերը բարձրացրեց։ Զգեստը զմրուխտ կանաչ ստեղծագործություն էր, որն ընդգծում էր նրա աչքերը։ Նրբագեղ, բարդ, բայց ոչ շռայլ։ Նրա մազերը հավաքված էին բարդ հանգույցով, մի քանի ազատ մազափնջերով, շրջանակելով դեմքը։ Ես համապատասխան եմ, հարցրեց նա, նկատելով նրա երկար հայացքը։ Ռաֆֆին կոկորդը մաքրեց։ Կատարյալ համապատասխան։ Գնանք։
Մեքենայում նա հրահանգեց նրան, թե ովքեր կլինեն ներկա ինչպես պետք է վարվի։ Կարևոր ներդրողներ Ասիայից, Եվրոպայից։ Կառավարության ներկայացուցիչներ։ Տեխնոլոգիայի տնտեսագիտության մասնագիտացված լրատվամիջոցների լրագրողներ։ Եթե ինչ-որ մեկը հարցնի, թե ինչպես ենք ծանոթացել։ Պաշտոնական պատմությունը այն է, որ մենք հանդիպել ենք Սյունիք իմ սոցիալական նախագծի այցի ժամանակ։ Դա սեր էր առաջին հայացքից։ Այնքան ռոմանտիկ, հեգնանքով մեկնաբանեց Լուսինեն։ Իսկ եթե հարցնեն իմ աշխատանքի մասին։ Անկեղծ եղեք։ Ասեք, որ ուսուցչուհի եք, շարունակում եք դասավանդել առցանց։ Դա մարդկայնացնում է իմ կերպարը։ Մարդկայնացնում է, կրկնեց նա, հառաչելով։ Կարծես դուք ապրանքանիշ լինեիք, ոչ թե մարդ։ Ռաֆֆին նայեց նրան։ Իմ աշխարհում դրանք նույն բանն են։ Միջոցառումը տեղի ունեցավ Երանի նորագույն ամենաշխեղ կոնվենցիոն կենտրոնում։ Լույսեր, ֆոնային երաժշտություն, մատուցողներ, շամպայնով մշակված կանապեներով։ Կենտրոնական բեմ, որտեղ ավելի ուշ Ռաֆֆին իր շնորհանդեսը կաներ նոր համակարգի մասին։ Հենց որ նրանք ներս մտան, լուսարձակները սկսեցին բռնկվել։ Ռաֆֆին ձեռքը դրեց Լուսինեի մեջքի ստորին հատվածին, առաջնորդելով նրան հյուրերի միջով։ Նա ավելի շատ էր ժպտում, քան Լուսինեն երբեք տեսել էր, մարզված, հաշվարկված ժպիտ, որը չէր հասնում նրա աչքերին։ Ռաֆֆի։ Վերջապես հանդիպեցինք հայտնի կնոջը, բացականչեց միջին տարիքի մի տղամարդ, գերմանական առոգանությամբ։ Լյուդվիգ Մյուլլեր, Եվրոպական ներդրումային բանկ։ Լյուդվիգ, սա Լուսինեն է, ներկայացրեց Ռաֆֆին, հիմա նրա գոտկատեղին ձեռքը դրած։ Լուսինե, Լյուդվիգը մեր ամենակարևոր միջազգային գործընկերներից է։ Տղամարդը շոյելով համբուրեց Լուսինեի ձեռքը։ Հիացած եմ, տիկին։ Ռաֆֆին բոլորիս զարմացրեց այս կայծակնային ամուսնությամբ։ Նա միշտ այդքան զուսպ է եղել իր անձնական կյանքի վերաբերյալ։ Որոշ բաներ հնարավոր չէ պլանավորել, պատասխանեց Լուսինեն, քաղցր ժպտալով։ Սերը դրանցից մեկն է։ Ռաֆֆին կողքից նայեց նրան, զարմացած նրա սահուն պատասխանից։ Նա իր դերը խաղում էր ավելի լավ, քան ինքը սպասում էր։ Երբ երեկոն շարունակվեց, Լուսինեին ներկայացրին տասնյակ մարդկանց։ Մագնատներ, քաղաքական գործիչներ, հայտնիներ։ Նա խոսեց իր ուսուցչական կարիերայի մասին, Գորիսի մասին, այն մասին, թե ինչպես Ռաֆֆին նվաճեց իրեն։ Հորինեց ռոմանտիկ մանրամասներ։ Նրան նայում էր հաշվարկված հիացմունքով։ Անփույթորեն դիպչում էր նրա թին։ Ծիծաղում էր նրա կատակներից։ Նա կատարյալ կինն էր։ Երբ եկավ շնորհանդեսի ժամանակը, Ռաֆֆին բարձրացավ բեմ։ Վստահությամբ հստակությամբ նա բացատրեց, թե ինչպես Մելիք Շահնազարյան Թեք նոր համակարգը կհեղափոխեր ֆինանսական շուկան, աննախադեպ ճշգրտությամբ կանխատեսելով միտումները։ Հանդիսատեսը հիպնոսացած էր։ Մեր պարտավորությունը պատասխանատու նորարարությունն է, հայտարարեց նա։ Տեխնոլոգիա, որը ոչ միայն շահույթ է բերում, այլ դրականորեն փոխում է կյանքեր։ Պաշտոնական շնորհանդեսից հետո նա բացվեց հարցերի համար։ Մեծ մասը տեխնիկական էին, արտադրանքի բնութագրերի մասին։ Մինչ մի լրագրող հարցրեց. Պարոն Մելիք Շահնազարյան, ձեր ընկերությունը քննադատության է ենթարկվել իր գործադիր մարմնում բազմազանության բացակայության ձեռք բերված ընկերությունների փակման քաղաքականության համար, ստեղծելով գործազրկություն։ Ինչպես եք պատասխանում այդ քննադատություններին։ Տիրեց անհարմար լռություն։ Ռաֆֆին պատրաստվում էր տալ մի մարզված կորպորատիվ պատասխան, երբ Լուսինեն զգուշորեն բարձրացավ նրա կողքին։ Կարող եմ պատասխանել դրան, հարցրեց նա խոսափողին, լիովին անակնկալի բերելով Ռաֆֆիին։ Առանց հաստատման սպասելու, նա շարունակեց. Որպես Ռաֆֆիի կին, ես ամեն օր ականատես եմ լինում նրա հանձնառությանը գործարար էթիկային։ Բայց նա ընդունում եմ, որ յուրաքանչյուր ընկերություն ունի էվոլյուցիայի տեղ։ Կարող եմ երաշխավորել, որ բազմազանությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր ընթրիքի սեղանի շուրջ զրույցների թեմաներն են։ Նա դադարեց, ուղիղ նայելով Ռաֆֆիին, նախքան շարունակելը։ Իրականում մենք միասին աշխատում ենք մի նախագծի վրա, ձեռք բերված ընկերությունների աշխատակիցներին վերատեղակայելու համար, առաջարկելով վերապատրաստում նոր հնարավորություններ։ Իսկ գործադիր բազմազանության վերաբերյալ լավ, ասենք, որ որոշ փոփոխություններ արդեն ընթացքի մեջ են։ Ռաֆֆին ապշած նայում էր նրան։
Նա թշնամական հարցը վերածել էր ընկերության առաջադեմ կերպարը ներկայացնելու հնարավորության նախաձեռնություններով, որոնք դեռ գոյություն չունեին։ «Շնորհակալ եմ, սիրելիս», ասաց նա, արագորեն ապաքինվելով։ Ինչպես իմ կինը նշեց, մենք հանձնառու ենք աստիճանական կայուն փոխակերպմանը։ Հանրությունը ծափահարեց։ Լրագրողը բավարարված թվաց։ Անմիջական ճգնաժամը կանխվեց։ Ավելի ուշ, մեքենայում, տուն վերադառնալիս, լռությունը ծանր էր։ Լուսինեն սպասում էր բարկության պայթյունի, իր չթույլատրված միջամտության համար։ Փոխարենը, Ռաֆֆին վերջապես խոսեց. «Դուք ինձ դրեցիք բարդ դրության մեջ։ Ներողություն խնդրեցի։ Ես չեմ բողոքում արդյունքից։ Դա տպավորիչ էր, թե ինչպես դուք փոխեցիք այդ իրավիճակը»։ Լուսինեն զարմացած նայեց նրան։ «Պարզապես ասացի այն, ինչ կարծում էի, որ մարդիկ ուզում էին լսել։ Եվ ճիշտ էիք։ Այդ նախագծերը, որոնք դուք հորինեցիք, դրանք իսկապես լավ գաղափարներ են։ Ուրեմն ինչու դրանք իրականում չիրականացնել»։ Ռաֆֆին ուսումնասիրեց նրան մեքենայի կիսալույսի տակ։ «Դուք իսկապես հավատում եք նման բաների։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը։ Ես հավատում եմ, որ ձեր նման հզոր ընկերությունները պատասխանատվություն են կրում այն կյանքերի համար, որոնց վրա ազդում են»։ Այո։ Նա մի պահ լռեց, կարծես ինչ-որ բան մտածելով։ Հետաքրքիր է։ Այդ գիշեր, երբ նրանք հրաժեշտ տվեցին իրենց սենյակները բաժանող միջանցքում, Ռաֆֆին մի բան ասաց, որը նրան անակնկալի բերեց։ «Դուք արտասովոր էիք այսօր»։ Եվ հետո առանց պատասխան սպասելու մտավ իր բնակարան, Լուսինեին թողնելով տարօրինակ հպարտության զգացումով, որը իմաստ չուներ զգալ։ Հաջորդ առավոտ, ի զարմանս նրա, Ռաֆֆին խնդրեց, որ նա իրեն ուղեկցի Երանի արևելյան հատվածում գտնվող Մելիք Շահնազարյան Թեք-ի գործարաններից մեկի այցելությանը։ «Ինչո՞ւ» հարցրեց Լուսինեն, շփոթված։ «Այն բանից հետո, ինչ դուք երեկ ասացիք սոցիալական պատասխանատվության մասին, ուզում եմ, որ տեսնեք բիզնեսի իրականությունը։ Գործարանը տպավորիչ էր, ժամանակակից, մաքուր, արդյունավետ։ Բայց այն, ինչ ամենաշատը գրավեց Լուսինեի ուշադրությունը, շրջակա թաղամասի հետ հակադրությունն էր, աղքատացած, անապահով։ Մինչ նրանք այցելում էին օբյեկտները, Ռաֆֆին հպարտորեն բացատրում էր արտադրական գործընթացները, առաջադեմ տեխնոլոգիաները, որակի վերահսկողությունը։ Աշխատակիցները նրան վերաբերվում էին հարգանքով, խառնված վախի հետ։ «Որքան է միջին աշխատավարձը այստեղ»՝ հարցրեց Լուսինեն, երբ նրանք գտնվում էին մենեջերի գրասենյակում։ Ռաֆֆին անհանգիստ թվաց հարցից։ «Շուկայի միջինից բարձր»։ «Բայց կոնկրետ որքան»։ Մենեջերը միջամտեց, թվեր տրամադրելով։ Լուսինեն ավելի շատ հարցեր տվեց արտոնությունների, կարիերայի պլանների, աշխատող մայրերի համար քաղաքականության մասին։ «Դուք իսկապես հետաքրքրված եք դրանով», ավելի ուշ մեկնաբանեց Ռաֆֆին, գործարանից դուրս գալիս։ «Այս մարդիկ ձեր կայսրության հիմքն են»։ «Իհարկե, ես հետաքրքրված եմ»։ Վերադարձի ճանապարհին նրանք անցան մի քայքայված հանրակրթական դպրոցի մոտով։ Լուսինեն խնդրեց վարորդին կանգ առնել։ «Ինչ եք անում»՝ հարցրեց Ռաֆֆին։ «Ուզում եմ տեսնել»։ Նա դուրս եկավ մեքենայից, մոտեցավ դպրոցի դարպասին։ Կարճատ զրուցեց անվտանգության աշխատողի հետ, ներկայանալով որպես ուսուցչուհի։ Ռաֆֆին, շփոթված, հետեց նրան։ Դպրոցի ներսում հակադրությունը այն առանձնատան հետ, որտեղ նրանք ապրում էին, չէր կարող ավելի մեծ լինել։ Գերբեռնված դասարաններ, սակավ նյութեր, անապահով կառուցվածք։ Այդուհանդերձ, երում էր ուսուցիչների հերոսական ջանքերը, երեխաների աչքերի փայլը։ «Այդ աշակերտներից շատերը ձեր աշխատակիցների երեխաներն են», մեկնաբանեց Լուսինեն, երբ նրանք վերադառնում էին մեքենա։ «Երբե մտածել եք դրա մասին»։ Ռաֆֆին անմիջապես չպատասխանեց։ Նա կարծես խորասուզված լիներ իր մտքերում։ Մի քանի օր անց, ի զարմանք Լուսինեի, նա հայտարարեց, որ թիմ է վարձել իրադարձության ժամանակ իր նշած նախագծերը իրականացնելու համար, աշխատակիցների վերատեղակայման ծրագիրը գործադիր բազմազանության նախաձեռնությունը։ «Դուք ճիշտ էիք», ընդունեց նա, ցույց տալով նրան նախնական փաստաթղթերը գրասենյակում։ «Դրանք կենսունակ պոտենցիալ օգտակար նախագծեր են»։ Դա առաջին անգամն էր, որ նա ընդունում էր, որ Լուսինեն ինչ-որ բանում ճիշտ էր։ Առաջին անկեղծ ճանաչումը։ Հաջորդ շաբաթ Մելիք Շահնազարյան Թեքը հայտարարեց պետական կառավարության հետ համագործակցության մասին, վերանորոգելու հանրակրթական դպրոցները այն թաղամասերում, որտեղ գործարաններ ուներ։
Փորձնական նախագիծը հենց այն դպրոցն էր լինելու, որը նրանք այցելել էին։ Փոխակերպումը տեղի էր ունենում ոչ միայն ընկերության նախագծերում, այլ Ռաֆֆիում։ Նա ավելի քիչ սառն էր ճաշի ժամանակ։ Հարցնում էր Լուսինեի օրվա մասին, նրա առցանց աշակերտների մասին։ Մի գիշեր նա զարմացրեց նրան, պատմելով իր մանկության զվարճալի պատմություններ։ Առանձնատանը իր 15-րդ օրը Երանի բարձր հասարակության կողմից կազմակերպված բարեգործական պարահանդես տեղի ունեցավ։ Սովորության համաձայն, զույգը ներկա էր։ Ինչը սովորական չէր, այն էր, թե ինչպես էր Ռաֆֆին մնում Լուսինեի կողքին ամբողջ գիշեր, իսկապես հետաքրքրված նրա ընկերակցությամբ։ Մի վալսի ժամանակ նա նրան տարավ պարահրապարակ։ Նրանց մարմինները մոտեցան, շարժվելով զարմանալի համաժամանակությամբ։ Որտեղ սովորեցիք այդպես պարել, հարցրեց Ռաֆֆին, հետաքրքրված։ Գորիսի ամենամյա փառատոն։ Սյունիքի ավանդական պարեր։ Նա ժպտաց։ Իրական ժպիտ, ոչ թե տեսախցիկների համար մարզված։ Դուք շարունակում եք ինձ զարմացնել, Լուսինե Հովհաննիսյան։ Մելիք Շահնազարյան, ուղղեց նա, թեթակի կարմրելով։ Լուսինե Մելիք Շահնազարյան։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Այնտեղ կար մի նոր բան, որը նախատեսված չէր պայմանագրով։ Երբ երաժշտությունը ավարտվեց, նրանք ավելի երկար մնացին մոտ, քան անհրաժեշտ էր։ Նույն գիշեր, երբ նրանք վերադարձան առանձնատուն, տեղի ունեցավ անհավանականը։ Իրենց սենյակների մեջ ընկած միջանցքում Ռաֆֆին մոտեցավ, կարծես բարի գիշեր ասելու լիներ, բայց փոխարենը դանդաղ թեքվեց, նրան ժամանակ տալով հետ քաշվելու։ Լուսինեն հետ չքաշվեց։ Նրանց շուրթերը հանդիպեցին։ Դա տեխնիկական համբույր չէր, ինչպես հարսանեկան արարողության ժամանակ։ Դա իրական էր։ Խորը։ Անսպասելի։ Մի համբույր, որը ոչ մի պայմանագիր չէր կարող կանխատեսել։ Երբ նրանք հեռացան, երկուսն էլ հավասարապես զարմացած էին այն բանից, ինչ տեղի էր ունեցել։ Դա սցենարում չկար, մրմնջաց Ռաֆֆին։ Միանշանակ ոչ, համաձայնեց Լուսինեն, սրտի արագ զարկերով։ Ես պետք է ներողություն խնդրեմ, բայց… Մի խնդրեք։ Նրանք լռեցին, մարսելով պահը։ Բարի գիշեր, Լուսինե, վերջապես ասաց նա, նուրբորեն դիպչելով նրա դեմքին, նախքան իր սենյակ հեռանալը։ Այդ գիշեր նրանցից ոչ մեկը լավ չքնեց։ Ինչ-որ բան փոխվել էր։ Կեղծիքի իրականության միջ սահմանը սկսում էր լուծվել, նրանք երկուսն էլ գիտեին, որ վտանգավոր տարածքում են։ Ինչ նրանցից ոչ մեկը չէր նկատել։ Այն էր, որ միջանցքի մյուս կողմում, Քնարիկ Թորոսյանի կողմից զույգին լրտեսելու համար վարձված անվտանգության աշխատողներից մեկը ամեն ինչ գրանցել էր։ Առաջին անգամ համբույրը տեսախցիկների համար չէր եղել։ Եվ դա կարող էր ամեն ինչ փոխել։ Հաջորդ առավոտ, նախաճաշի ժամանակ, խուսափումների վարժություն էր։ Ռաֆֆին ընկղմված էր թերթում, Լուսինեն ծածնում էր բացարձակ հետաքրքրություն իր սուրճի բաժակի նկատմամբ։ Մինչ նա վերջապես խոսեց. Մի գաղափար ունեմ։ Ուզում եմ Գորիս գնալ։ Լուսինեն գրեթե թափեց բաժակը։ Ինչ։ Ձեր քաղաքը։ Ուզում եմ ճանաչել։ Ձեր ծնողներին, այն վայրերը, որտեղ դուք հաճախում էիք, ամեն ինչ։ Ինչո՞վ։ Ռաֆֆին հապաղեց, կարծես ինքն էլ չգիտեր պատասխանը։ Ավելի լավ հասկանալու համար համատեքստը։ Համատեքստը։ Դուք։ Ուզում եմ հասկանալ ձեզ։ Այդ անկեղծ պատասխանը նրան անակնկալի բերեց։ Դա առաջին անգամն էր, որ Ռաֆֆին անկեղծ հետաքրքրություն էր դրսևորում նրա նկատմամբ, բացի այն դերից, որը նա խաղում էր իր հանրային կապերի ռազմավարության մեջ։ Երբ, հարցրեց նա, փորձելով թաքցնել այն հույզերի մրրիկը, որը զգում էր։ Այս շաբաթավերջին։ Արդեն հրահանգել եմ Պողոսին վերադասավորել իմ օրակարգը։ Ինչ էր կատարվում։ Ինչու էր այս սառը հաշվենկատ մարդը հանկարծ ցանկանում խորասուզվել նրա աշխարհում։ Եվ ինչու էր այդ միտքը նրան այդքան նյարդայնացնում, գաղտնիորեն ոգորում։ 2 օր անց նրանք վայրեջք կատարեցին Գորիսի մոտ գտնվող փոքրիկ օդանավակայանում։ Այնտեղից մեքենայով մեկնեցին պատմական քաղաք։ Լուսինեի համար տարօրինակ էր Ռաֆֆին տեսնել այդ միջավայրում, նրա իտալական կոստյումը անհամապատասխան էր քարե փողոցներին, նրա շքեղ մեքենան գրավում էր հետաքրքրասեր հայացքներ։ Դա գեղատեսիլ է, մեկնաբանեց նա, դիտելով գունավոր տները, բարոկկո եկեղեցիները։ Դա իսկական է, ուղղեց Լուսինեն։ Հոգի ունի։
Առաջին կանգառը դպրոցն էր, որտեղ Լուսինեն դասավանդում էր։ Երեխաները նրան դիմավորեցին գրկախառնություններով, ուրախության բացականչություններով։ Ռաֆֆին դիտում էր, շփոթված այդ անկեղծ սիրո դրսևորումից։ Տիկին Մելիք Շահնազարյան, բացականչեց 6-ամյա փոքրիկ Մարիամը, կառչելով Լուսինեի ոտքերից։ Մենք ձեզ կարոտում էինք։ Ես էլ ձեզ եմ կարոտում, փոքրիկս, պատասխանեց Լուսինեն, խոնարհվելով աղջկան գրկելու համար։ Ռաֆֆին մնաց հեռու, ակնհայտորեն անհարմարավետ այդքան երեխաների մեջ։ Բայց հյուսերով մի փոքրիկ աղջիկ մոտեցավ նրան։ Դուք այն արքայազնն եք, ով ամուսնացել է ուսուցչուհի Լուսինեի հետ, անմեղորեն հարցրեց նա։ Լուսինեն զսպեց շունչը, սպասելով սառը կամ հովանավորող պատասխանի։ Փոխարենը Ռաֆֆին ծնկի իջավ, երեխայի հասակին հասնելով։ Ես արքայազն չեմ, մեղմորեն պատասխանեց նա։ Պարզապես շատ հաջողակ մարդ եմ։ Այդ պատասխանից հետո Լուսինեի հայացքը լի էր չծակերպված հարցերով։ Ո՞վ էր այս մարդը, ինչ էր արել Ռաֆֆի մանուկյան Մելիք Շահնազարյանի հետ։ Դպրոցից հետո նրանք քայլեցին Գորիսի քարե փողոցներով։ Լուսինեն Ռաֆֆիին ցույց տվեց կենտրոնական հրապարակը, պատմական եկեղեցին, հացատունը, որտեղ կիրակի օրերին հաց էր գնում։ Ի զարմանս նրա, նա իսկապես հետաքրքրված էր թվում, հարցեր տալով տեղական պատմության, իր մանկության հիշողությունների մասին։ Այստեղ էր, որ ես առաջին անգամ համբուրվեցի, պատմեց նա, մատնացույց անելով հրապարակի մի նստարան։ 15 տարեկան էի։ Դեղատան տիրոջ որդու, Մարատի հետ էր։ Ռաֆֆին ժպտաց, պատկերացնելով տեսարանը։ Եվ ինչպես էր։ Սարսափելի։ Մեզանից ոչ մեկը չգիտեր, թե ինչ էր անում։ Իսկ նրանից հետո։ Շատ ուրիշներ եղել են։ Հարցը չափազանց անձնական էր, բայց ինչ-որ կերպ այդ պահին նրանց միջ բնական էր թվում։ Մի քանիսը։ Ոչինչ, լուրջ։ Լուսինեն հապաղեց։ Երբեք չեմ գտել մեկին, ով իսկապես ինձ կդիպչեր։ Հետաց լռությունը լի էր չասված իմաստներով։ Կեսօրվա վերջում նրանք հասան Ծաղիկների փողոցի դեղին տուն։ Տատիկ տիկինը նրանց սպասում էր պատշգամբում, դեմքը լուսավորված դստերին տեսնելուց։ Գորգ պապը նրա կողքին էր, ավելի զուսպ, փեսային քննադատական հայացքով ուսումնասիրելով։ Աղջիկս, բացականչեց տատիկ տիկինը, երկար գրկելով Լուսինեին։ Հետո շրջվեց դեպի Ռաֆֆին, ամաչկոտությամբ։ Բարի գալուստ մեր տուն, որդիս։ Ռաֆֆին, ով սովոր էր վախեցնող կորպորատիվ միջավայրերին, տարօրինակ կերպով նյարդային թված մոխրագույն մազերով կնոջ առաջ։ Հաճույքն իմն է, տատիկ տիկին։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Տունը պարզ էր, բայց հարմարավետ։ Լուսինեի լուսանկարները բոլոր տարիքներում զարդարում էին պատերը, նրա առաջին դպրոցական օրը, ավարտական երեկույթները, ծննդյան խնջույքները։ Սիրով փաստագրված ամբողջ կյանք։ Եվ սա այն օրվանից է, երբ նա շահեց կրթության պետական մրցանակը, բացատրեց տատիկ տիկինը, ցույց տալով Լուսինեի ժպտացող լուսանկարը, ձեռքին վկայական։ Մեր ամենամեծ հպարտությունը։ Չգիտեի այդ մրցանակի մասին, մեկնաբանեց Ռաֆֆին, նայելով Լուսինեին։ Կարևոր չէր թվում նշելը, պատասխանեց նա, թեթակի կարմրելով։ Ճաշը մատուցվեց խոհանոցի սեղանին։ Լոբիով աղցան, խոզի փափկամիս, տապակած կաղամբ, բրինձ, Սյունիքի համեր, որոնք Ռաֆֆին երբեք չէր փորձել։ Նա կերավ իսկական ախորժակով, ի բավարարություն տատիկ տիկնոջ, ով չէր դադարում ավելին առաջարկել։ Ճաշի ընթացքում Գորգ պապը վերջապես ուղղակիորեն խոսեց փեսայի հետ։ Ուրեմն, Ռաֆֆի, ի՞նչն է ձեզ իրականում բերել Գորիս։ Լուսինեն սառեց, վախենալով, որ կեղծիքը կբացահայտվի։ Ռաֆֆին մաքրեց շուրթերը անձեռոցիկով, մտածկոտ։ Ուզում էի ճանաչել Լուսինեի արմատները։ Հասկանալ, թե որտեղից է գալիս նրա այդ ուժը։ Եվ գոհ եք այն բանից, ինչ տեսակ, պնդեց Գորգ պապը։ Ավելի քան գոհ։ Ես տպավորված եմ։ Այդ պատասխանի անկեղծության մեջ ինչ-որ բան ստիպեց ձեր ուսուցչին մի փոքր թուլանալ։ Իմ աղջիկը միշտ էլ առանձնահատուկ է եղել, մեկնաբանեց տատիկ տիկինը, մատուցելով տնական կաթնաշոռի քաղցրավենիքից մի կտոր։ Սիրտ ունի, որը չի տեղավորվում կրծքի մեջ։ Ես դա նկատեցի, պատասխանեց Ռաֆֆին, Լուսինեին նայելով այնպես, որ նա կրկին կարմրեց։ Ճաշից հետո նրանք նստեցին պատշգամբում։ Գորգ պապը պատմեց քաղաքի պատմություններից, թե երբ ինքն ու տատիկ տիկինը երիտասարդ ուսուցիչներ էին։
Խոսեց իրենց պայքարի, ֆինանսական դժվարությունների մասին, բայց նա կրթությանը նվիրված կյանքի պարզ ուրախությունների մասին։ Մենք երբեք հարուստ չենք եղել փողով, եզրափակեց ձեր ուսուցիչը, բայց մենք հարուստ ենք այլ բաներով։ Ի զարմանս Լուսինեի, Ռաֆֆին ամեն ինչ լսեց հարգանքով, անկեղծ հետաքրքրությամբ։ Նրա հայացքում հովանավորություն չկար, միայն անկեղծ հետաքրքրություն մի իրականության նկատմամբ, որն այդքան տարբեր էր իրենից։ Երբ նրանք քնեցին, Ռաֆֆին հին հյուրասենյակում, իսկ Լուսինեն իր մանկության սենյակում, նա կանգ առավ միջանցքում։ Շնորհակալ եմ ինձ այստեղ բերելու համար, ցածր ձայնով ասաց նա։ Ինչո՞վ։ Որովհետև հիմա հասկանում եմ։ Ինչ հասկանում եք։ Ինչու եք դուք։ Հաջորդ օրը, նախքան մեկնելը, Ռաֆֆին խնդրեց միայնակ շրջել քաղաքում։ Երբ վերադարձավ, ձեռքին մի փոքրիկ փաթեթ կար։ Ինչ է դա, հարցրեց Լուսինեն։ Նվեր։ Ձեր ծնողների համար։ Տուփի ներսում Գորիսի մայր եկեղեցու արծաթե։ Մանրակերտ կար, տեղացի արվեստագետի ձեռագործ աշխատանք։ Բացիկի վրա գրված էր. Այն զույգին, ով մեծացրեց իմ երբե ճանաչած ամենաարտասովոր կնոջը։ Երան վերադառնալու չվերթի ժամանակ Լուսինեն չէր կարողանում դադարել մտածել այդ ժեստի մասին։ Դա հաշվարկված չէր, պայմանագրի մաս չէր կազմում։ Դա անկեղծ էր։ Ձեր հայրը ինձ մի հետաքրքիր բան հարցրեց մեկնելուց առաջ, մեկնաբանեց Ռաֆֆին, խախտելով լռությունը մասնավոր ինքնաթիռում։ Ինչ։ Արդյոք ես ձեզ իսկապես սիրում եմ։ Լուսինեի սիրտը արագացավ։ Եվ ինչ պատասխանեցիք։ Ռաֆֆին երկար նայեց նրան։ Որ սովորում եմ, թե ինչ է իսկական սերը։ Առանձնատուն վերադառնալուն պես նրանց միջ ինչ-որ բան փոխվել էր։ Հուզական հեռավորությունը ամեն օր նվազում էր։ Ճաշի ժամանակ նրանք խոսում էին ամեն ինչի մասին, գրականությունից, փիլիսոփայությունից, կյանքի փորձից։ Ռաֆֆին սկսեց նրան ներառել ընկերության վերաբերյալ որոշումներում, հատկապես նոր սոցիալական նախագծերին վերաբերող հարցերում։ Մի գիշեր նա գտավ նրան գրադարանում, կարդալիս այն գրքերից մեկը, որը նա թողել էր սեղանին, բրազիլական վեպ, որը խոսում էր անձնական վերափոխման մասին։ Դուր է գալիս, հարցրեց Լուսինեն, զարմացած։ Դա տարբերվում է այն բանից, ինչ սովորաբար կարդում եմ։ Ավելի անկեղծ, միգուցե։ Նրանք նստեցին միասին գրադարանի բազմոցին, քննարկելով գիրքը։ Առանց նկատելու, նրանք մոտեցան։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, այլս հնարավոր չէր ժխտել այն, ինչ տեղի էր ունենում։ Հետաց համբույրն ավելի խորն էր, քան առաջինը։ Առանց պատրվակի, առանց հանրության, պարզապես անկեղծ ցանկություն։ Բայց երբ Ռաֆֆին սկսեց բացել Լուսինեի բլուզի կոճակները, նա կանգնեցրեց նրան։ Սպասիր։ Դա մեր համաձայնագրում չկար։ Դեպի դժոխք համաձայնագրի հետ, մրմնջաց նա նրա շուրթերին։ Ռաֆֆի, ես պետք է իմանամ, սա իրական է։ Թե։ Ես պարզապես ձեռքբերման նոր տեսակ եմ ձեզ համար։ Նա հեռացավ, ուժգին նայելով նրան։ Սկզբում դուք խնդրի լուծում էիք։ Հիմա դուք խնդիրն եք։ Եվ լուծումը։ Դա չի պատասխանում իմ հարցին։ Ռաֆֆին հառաչեց, ձեռքը մազերի միջով անցկացնելով։ Չգիտեմ, թե ինչ եմ զգում, Լուսինե։ Գիտեմ միայն, որ երբ դուք ինձ հետ եք, ես այլ մարդ եմ։ Ավելի լավը։ Ես չեմ ուզում լինել ձեր փրկիչը։ Ես ուզում եմ լինել ձեր գործընկերը։ Եվ ես ուզում եմ արժանի լինել ձեզ։ Այդ գիշեր նրանք չավարտեցին այն, ինչ սկսել էին գրադարանում։ Փոխարենը, նրանք խոսեցին մինչ առավոտ։ Ռաֆֆին պատմեց իր դժվար մանկության մասին, իշխանատենչ հորը, ով նրան սովորեցրել էր, որ զգացմունքները թուլություններ են, բացակամ օրը, թանկարժեք գիշերօթիկ դպրոցներում մեծանալու մենակությունը։ Ես կայսրություն կառուցեցի, իմ արժեքն ապացուցելու համար, խոստովանեց նա։ Բայց ներսից, ես դեռ այն տղան եմ, ով վախենում է, որ բավարար չէ։ Լուսինեն լսում էր ամեն ինչ, սիրտը գնալով ավելի ու ավելի բացվելով այս մարդու համար, ով վերջապես բացահայտում էր իր մարդկայնությունը։ Իրենց հարմարավետ ամուսնության 20-րդ օրը Մելիք Շահնազարյան թեքքը կազմակերպեց իր ամենամյա բարեգործական պարահանդեսը։ Դա հոյակապ միջոցառում էր, հավաքելով Երանի հասարակության ընտրանին։ Լուսինեն, այժմ ավելի վստահ այդ միջավայրում, հմտությամբ շրջում էր հյուրերի միջ։ Նա խոսում էր մի նախարարի կնոջ հետ, երբ զգաց, որ թշնամական ներկայություն է մոտենում։
Դա Ծովինար Հակոբյանն էր, հայտնի սոցիալիստուհի Ռաֆֆիի նախկին ընկերուհին։ Ուրեմն դուք եք այն գյուղից եկած ուսուցչուհին, ով նվաճել է մեր Ռաֆֆիին, ասաց Ծովինարը, վատ թաքցված արամարանքով։ Ինչ հմայիչ է։ Շնորհակալ եմ, պատասխանեց Լուսինեն, պահպանելով հանգստությունը։ Հաճելի է ծանոթանալ ձեզ հետ, տիկին Հակոբյան։ Կարծում եմ, ձեզ համար դժվար է այս աշխարհը։ Այնքան բարդ։ Այնքան տարբեր, որտեղից էիք դուք։ Գորիսից։ Գեղեցիկ պատմական քաղաք։ Մի օր պետք է այցելեք։ Ծովինարը չարաչար ժպտաց։ Սիրելիս, անկեղծ լինենք։ Մենք բոլորս գիտենք, թե ինչու Ռաֆֆին ամուսնացավ ձեզ հետ։ Նա պետք է մաքրեր իր կերպարը Քնարիկ Թորոսյանի հետ այդ սկանդալից հետո։ Մի պարզ կին, առանց հավակնությունների կատարյալ ալիբի։ Բայց մի մոլորվեք։ Ռաֆֆիի նման տղամարդիկ չեն փոխվում։ Եվ ձեր նման գավառական կանայք չեն դիմանում այս աշխարհում։ Լուսինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Ինչպես էր նա իմացել Քնարիկի հետ սկանդալի մասին։ Իրենց ամուսնության իրական բնույթի մասին։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, պատասխանեց նա, փորձելով հանգստություն պահպանել։ Իհարկե գիտեք։ Եվ գիտեք, թե ինչն է ամենաթխուրը։ Տեսնել, թե ինչպես եք դուք իսկապես սիրահարվել նրան։ Դա ձեր աչքերում է։ Ցավալի է, որ նրա համար դուք պարզապես ժամանակավոր պայմանագիր եք։ Ռաֆֆին, ով հեռվից դիտում էր փոխազդեցությունը, արագ մոտեցավ։ Խնդիր կա, տիկնայք։ Ռաֆֆի, սիրելիս, բացականչեց Ծովինարը, համբուրելով նրան դեմքից։ Պարզապես ծանոթանում էի ձեր հմայիչ կնոջ հետ։ Հուսով եմ, քաղաքավարի եք, Ծովինար։ Լուսինեն ինձ համար շատ կարևոր է։ Օ, վստահ եմ, որ այո։ Համենայն դեպս, քանի դեռ պայմանագիրը գործում է, չէ՞։ Ռաֆֆիի աչքերը մթնեցին։ Կարծում եմ, դուք շատ գինի եք խմել, Ծովինար։ Միգուցե։ Կամ միգուցե ես պարզապես ձեզ ավելի լավ եմ ճանաչում, քան ձեր փոքրիկ ուսուցչուհին։ Ռաֆֆին ամուր բռնեց Լուսինեիթը, նրան հեռու տանելով։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Առաջին անգամ Լուսինեն հստակ տեսավ այն իրավիճակի փխրունությունը, որում գտնվում էր։ Պայմանագիր։ Գործնական համաձայնագիր։ Ոչինչ ավելին։ Մի ուշադրություն դարձրեք նրան, մրմնջաց Ռաֆֆին։ Ծովինարը միշտ էլ դառն է եղել։ Նա գիտի, Ռաֆֆի։ Պայմանագրի մասին։ Ամեն ինչի մասին։ Անհնար է։ Նա հիշատակեց Քնարիկ Թորոսյանին։ Հստակ խոսեց ժամանակավոր պայմանագրի մասին։ Ռաֆֆին գունատվեց։ Պետք է լուծեմ սա։ Սպասեք այստեղ։ Մինչ նա հեռանում էր, իր անվտանգության թիմի հետ խոսելու, Լուսինեն զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Նա թույլ էր տվել իրեն հավատալ, որ իրենց միջ ինչ-որ իրական բան է ծնվում։ Բայց ինչ, եթե ամեն ինչ պարզապես ավելի բարդ դերակատարում էր։ Եվ ինչ, եթե Ռաֆֆին պարզապես կատարելագործում էր կեղծիքը։ Րոպեներ անց նա վերադարձավ, դեմքը լարված։ Պետք է գնանք։ Հիմա։ Մեքենայում Ռաֆֆին հեռախոսով էր, շտապ հրամաններ տալով։ Լուսինեն լուռ մնաց, չթափված արցունքները այրում էին նրա աչքերը։ Երբ նրանք հասան առանձնատուն, նա նրան ուղղակիորեն տարավ գրասենյակ, փակելով դուռը իրենց հետից։ Մենք պարզեցինք, թե ինչպես իմացավ Ծովինարը, բացատրեց նա, ձեռքը դեմքով անցկացնելով ի նշան սթրեսի։ Անվտանգության աշխատողներից մեկը աշխատում էր Քնարիկ Թորոսյանի համար։ Ձայնագրում էր, լրտեսում։ Ուրեմն հիմա բոլորը կիմանան։ Պայմանագրի մասին։ Կեղծիքի մասին։ Մենք զսպում ենք իրավիճակը։ Բայց այո, դա ռիսկ է։ Լուսինեն նայեց նրան, արցունքները վերջապես հոսում էին։ Ինձ հանրային բացահայտումը չի անհանգստացնում, Ռաֆֆի։ Ուրեմն ինչ։ Ճշմարտությունը։ Ինչ է իրականում կատարվում մեր միջ։ Իրական է։ Թե։ Պարզապես պայմանագրի շարունակությունն է։ Ռազմավարության կատարելագործումը։ Ռաֆֆին մոտեցավ, փորձելով դիպչել նրան, բայց նա հետ քաշվեց։ Լուսինե, ինչը սկսվեց որպես պայմանագիր, փոխվեց։ Դուք դա գիտեք։ Ոչ, չգիտեմ։
Դուք այնքան լավ դերասան եք, որ ես ինքս այլս չեմ կարողանում տարբերել, թե ինչն է ճշմարտություն, ինչն է կատարում։ Դուք կասկածի տակ եք դնում իմ զգացմունքները։ Ես կասկածի տակ եմ դնում, թե արդյոք դուք ինքներդ գիտեք տարբերությունը ինչ-որ բան ունենալու, ինչ-որ մեկին սիրելու մեջ։ Բառերը հարվածեցին Ռաֆֆիին որպես ֆիզիկական հարված։ Նա հեռացավ, վիրավորված։ Հասկանում եմ։ Դուք դեռ ինձ տեսնում եք որպես այն սառը մարդուն, ով առաջարկեց այս անհեթեթ համաձայնագիրը։ Եվ դուք այդպիսին չեք։ Ռաֆֆին երկար լռեց։ Չգիտեմ, թե ով եմ, երբ ձեզ հետ եմ։ Գիտեմ միայն, որ չեմ ուզում վերադառնալ այն մարդուն, ով էի։ Լուսինեն գլխով արեց, շփոթված վիրավորված։ Ինձ ժամանակ է պետք։ Մտածելու համար։ Հասկանալու համար, թե ինչն է իրական։ Իսկ եթե դա իրական է։ Եթե այն, ինչ զգում եմ ձեր նկատմամբ, ճշմարիտ է։ Այդ դեպքում պետք է ինձ ապացուցեք։ Ոչ թե բառերով կամ հոյակապ ժեստերով, այլ ճշմարտությամբ։ Այդ գիշեր Լուսինեն չքնեց։ Ծովինարի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Ձեր նման գավառական կանայք չեն դիմանում այս աշխարհում։ Արդյոք նա իրեն խաբում էր։ Արդյոք ամեն ինչ մի բարդ մանիպուլյացիա էր մի մարդու կողմից, ով սովոր էր ստանալ այն, ինչ ուզում էր։ Հաջորդ առավոտ Ռաֆֆին հեռացել էր լուսաբացից առաջ։ Նրա տեղում նախաճաշի սեղանին մի ծրար կար։ Ներսում ձեռագիր բացիկ։ Պետք է ապացուցեմ, որ դա իրական է։ Ձեզ ինձ համար։ Շուտով կվերադառնամ։ 3 օր անցավ առանց նրանից նորությունների։ Լուսինեն անհանգստության բարկության մեջ էր։ Մինչ 4-րդ օրվա առավոտյան դոկտոր Հակոբը, փաստաբանը, հայտնվեց առանձնատանը։ Տիկին Հովհաննիսյան, Ռաֆֆին ինձ խնդրեց սա ձեզ հանձնել։ Դա պաշտոնական փաստաթուղթ էր։ Դողացող ձեռքերով Լուսինեն բացեց այն։ Դա ամուսնության պայմանագրի չեղարկումն էր։ Ոչ թե ամուսնության, պարզապես այն արտրային համաձայնագրի, որն այն առաջացրել էր։ Վճարման բոլոր կետերը, ժամկետները, պարտավորությունները չեղյալ էին հայտարարված։ Չեմ հասկանում, մրմնջաց Լուսինեն։ Ռաֆֆին ուզում է, որ ձեր ամուսնությունը, եթե շարունակվի, լինի ընտրությամբ։ Ոչ թե պայմանագրով։ Որտեղ է նա։ Խնդրեց, որ սա էլ ձեզ հանձնեմ։ Դա ավտոբուսի տոմս էր դեպի Գորիս։ Եվ մեկ այլ բացիկ։ Վերադարձեք տուն։ Եթե այն, ինչ ունենք, իրական է, դուք կիմանաք, թե ինչ անել։ Եթե ոչ, ես հավերժ երախտապարտ կլինեմ այն 29 օրերի համար, որոնց ընթացքում դուք ինձ սովորեցրիք, թե ինչ է մարդ լինելը։ 29 օր։ Վաղը կլիներ նրանց ամուսնության 30-րդ օրը։ Այն օրը, երբ, ըստ Ռաֆֆիի դաժան խոսքերի այդ առաջին գիշեր, նա չէր դիմանա։ Որոշումը նրա ձեռքերում էր։ Վերադառնալ Գորիս, իր ծանոթ աշխարհի անվտանգությանը։ Կամ մնալ վտանգել իր սիրտը մի մարդու համար, ով պարզապես սկսում էր սովորել սիրել։ Արցունքներն աչքերին, Լուսինեն կատարեց իր ընտրությունը։ 30-րդ օրվա առավոտյան երանի վրա մեղմ անձր էր գալիս, մշուշելով Մելիք Շահնազարյանների առանձնատան ապակիները։ Այն սենյակում, որը նա զբաղեցրել էր գրեթե 1 ամիս, Լուսինեն զգուշորեն հավաքում էր իր ճամպրուկը։ Շատ բան չէր տանում, մի քանի գիրք, պարզ հագուստ, որը բերել էր Գորիսից, հավաքած հուշեր։ Սենյակը, որը հսկայական էր անձնապես շքեղ, երբ նա հասավ, ձեռք էր բերել իր անձնավորության փոքրիկ շոշափումներ։ Տատիկ տիկնոջ կողմից պատրաստված գունավոր ծածկոց բազկաթոռի վրա։ Վայրի ծաղիկներ պարզ կերամիկական ծաղկամանում։ Գրքեր դրված մահճակալի կողքի սեղանին։ Տարօրինակ էր, թե ինչպես էր այդքան կարճ ժամանակում իր հետքը թողել այդ տարածքում, որը երբեք իրականում իրենը չէր եղել։ Լուսինեն կանգ առավ հայելու դիմաց, դիտելով իր արտացոլանքը։ Նա տարբերվում էր, ոչ միայն ժամանակակից սանրվածքով կամ ավելի էլեգանտ հագուստով։ Նրա հայացքում կար մի նոր վստահություն, մի ուժ, որը ծնվել էր իր աշխարհից այդքան հեռու գտնվող այդ աշխարհում գոյատելու մարտահրավերից։ Ո՞վ ես դու հիմա, Լուսինե Հովհաննիսյան, ցածր ձայնով հարցրեց նա հայելու մեջի պատկերին։ Պատասխանը դեռ պարզ չէր։ Դիզայներական զգեստները, զարդերը, թանկարժեք պարագաները, այդ ամենը կմնար։ Դրանք նրա չէին, երբեք չէին եղել։ Դրանք պատկանում էին այն կերպարին, որը նա մարմնավորել էր, պայմանագրով ստեղծված տիկին Մելիք Շահնազարյանին։
Նա դիպավ ամուսնական մատանուն հսկայական քար շրջապատված ավելի փոքր ադամանդներով, ընտրված ոչ թե իր ճաշակի, այլ այն ազդեցության համար, որը կունենար։ Մի պահ հապաղեց, նախքան այն հանելը դնելը զարդասեղանին։ Դա այդ փոխառված ինքնության վերջին կտորն էր, որը նա պետք է վերադարձներ։ Տիկին Կարինեն լուռ ներս մտավ, արցունքներն աչքերին։ Ուրեմն դուք իսկապես հեռանում եք, հարցրեց խոհարարուհին։ Պետք է, տիկին Կարինե։ Պարզելու համար, թե ինչն է իրական։ Տարեց կինը գլխով արեց, հասկացողաբար։ Երբեմն պետք է հեռանալ հստակ տեսնելու համար։ Տիկին Կարինեն մոտեցավ, ձեռքին շագանակագույն թղթով փաթաթված մի փաթեթ։ Ճանապարհի համար եգիպտացորենի կարկանդակ բերեցի։ Եվ բաղադրատոմսը, այն, որը դուք ինձ խնդրել էիք։ Լուսինեն զգաց, թե ինչպես են արցունքները գոյանում։ Այս փոքրիկ քնքուշ ժեստը նրա համար ավելին էր նշանակում, քան բոլոր թանկարժեք նվերները, որոնք Ռաֆֆին երբեք տվել էր նրան։ Շնորհակալ եմ, տիկին Կարինե։ Դուք չեք պատկերացնում, թե որքան է դա նշանակում ինձ համար։ Դուք ուրախություն բերեցիք այս տուն, շարունակեց խոհարարուհին, չհնազանդվող արցունքը սրբելով։ Նախկինում միայն լռություն հրամաններ էին։ Հիմա երաժշտություն կա խոհանոցում, ծիծաղ կա այգում։ Տերը նույնպես փոխվել է, գիտեք։ Երբեք չեմ տեսել, որ նա հարցնի աշխատակցի օրվա մասին, մինչ դուք հայտնվեիք։ Կարոտելու եմ ձեզ, ասաց Լուսինեն, գրկելով նրան։ Եվ ձեր եգիպտացորենի կարկանդակը։ Եվ այստեղ բոլորը կկարոտեն ձեզ։ Տունը դատարկ կլինի առանց ձեզ։ Դա ճիշտ էր։ Միայն մեկ ամսում Լուսինեն փոխել էր այդ սառը անձնական տարածքը։ Թարմ ծաղիկները, որոնք սկսել էին զարդարել սենյակները, խոհանոցի զրույցները, ծիծաղը, որը վերջապես արձագանքում էր միջանցքներում։ Նույնիսկ տիկին Պետրոսյանը, խիստ տնային տնտեսուհին, հանձնվել էր նրա անկեղծ հմայքին։ Իր ճամպրուկով աստիճաններով իջնելիս Լուսինեն տեսավ, որ առանձնատան ողջ անձնակազմը հավաքվել է մուտքի սրահում։ Պարոն Սարգսյանը, տիկին Պետրոսյանը, այգեպանները, անվտանգության աշխատողները, բոլորն այնտեղ էին հրաժեշտ տալու։ Նրանց դեմքերը արտացոլում էին տխրության հարգանքի խառնուրդ զգացմունքներ, որոնք նա երբեք չէր սպասի նվաճել այդ միջավայրում, երբ վախեցած անտեղի հայտնվեց 30 օր առաջ։ Մենք գիտենք, որ մեր տեղը չէ կարծիք հայտնելը, տիկին Մելիք Շահնազարյան, պաշտոնապես ասաց մատուցողը, բայց կցանկանայինք, որ իմանայիք, որ ձեր ներկայությունը տարբերություն մտցրեց։ Պարոն Սարգսյանը, միշտ այդքան զսպված, կարծես խախտեց արարողակարգը, ավելացնելով. Այս տունը երբեք տուն չի եղել, մինչ դուք։ Լուսինեն գրկեց նրանցից յուրաքանչյուրին, չզսպելով արցունքները։ Երբ նա ավարտեց հրաժեշտները, նրա սիրտը էլ ավելի ծանրացավ։ Այս մարդիկ դարձել էին նրա ընտանիքը երանում։ Տիկին Պետրոսյանը, վերջինը շարքում։ Զարմացրեց բոլորին, բռնելով Լուսինեի ձեռքերը։ Մայրս ասում էր, որ կան մարդիկ, որոնք արի շողերի պես են, ուր էլ անցնեն, ծաղկեցնում են։ Դուք այդպիսին եք։ Այդ խոսքերը, որոնք եկել էին տան ամենազուսպ կնոջից, կարծես հրաժեշտի նվեր լինեին։ Վարորդն արդեն սպասում էր նրան, տանելու ավտոկայան։ Գրպանում եղած տոմսը, այն, որը Ռաֆֆին ուղարկել էր, ծանր էր, ինչպես կապարը։ Գորիս։ Նրա ապահով ապաստանը։ Նրա ծանոթ աշխարհը։ Այնտեղ նա պետք է վերադառնար, ինչպես ի սկզբանե պլանավորված էր։ Մինչ մեքենան անցնում էր Երանի մարդաշատ փողոցներով, Լուսինեն դիտում էր քաղաքը պատուհանից, անձրից մշուշված։ Վեհաշուկ երկնաքերերը, եռուն շարժումը, արագ տեմպը, ամեն ինչ այնքան տարբեր էր խաղաղ Գորիսից։ Բայց ինչ-որ կերպ, այլս այդքան տարօրինակ, այդքան թշնամական չէր թվում։ Միայն մեկ ամսում նա գտել էր իր սեփական ռիթմը այդ մետրոպոլիսում, իր սեփական տեղը։ Մտածեց Ռաֆֆիի մասին, նրա շփոթեցնող բարդության մասին։ Սառը մարդը, ով կին էր գնել, ինչպես ընկերություն է գնում։ Անողոք գործադիրը, ով բղավում էր աշխատակիցների վրա կոտրված ծաղկամանի համար։ Բայց նա այն մարդը, ով ծնկի էր իջել, Գորիսում երեխայի հետ խոսելու համար։ Գործարարը, ով սոցիալական նախագծեր էր իրականացրել նրան ճանաչելուց հետո։ Ամուսինը, ով համբուրել էր նրան միջանցքում, ոչ թե տեսախցիկների համար, այլ որովհետև պարզապես ուզում էր։ Ո՞րն էր Ռաֆֆի Մանուկյան Մելիք Շահնազարյանի իսկականը։ Միգուցե բոլորը։ Միգուցե ոչ մեկը։ Եվ հենց այդ ժամանակ Լուսինեն հասկացավ, չէր կարող պատկերացնել իր ապագան վերադառնալով փոքրիկ քաղաք։
Չէր կարողանում պատկերացնել, թե ինչպես է վերսկսում իր նախկին կյանքը, կարծես ոչինչ չէր պատահել։ Կարծես Ռաֆֆին երբեք գոյություն չէր ունեցել։ Կարող եք ինձ ուրիշ տեղ տանել, խնդրեց նա վարորդին։ Իհարկե, տիկին։ Որտեղ։ Լուսինեն միայն մեկ վայրկյան հապաղեց։ Պարոն Մելիք Շահնազարյանի գրասենյակ, խնդրում եմ։ Վարորդը գլխով արեց, փոխելով ուղղությունը։ Նա զարմացած չթվաց, կարծես ինչ-որ կերպ արդեն սպասում էր այս որոշմանը։ Մեկ ժամ անց նա գտնվում էր Մելիք Շահնազարյան թեք-ի կենտրոնական գրասենյակում, Մաշտոցի պողոտայում գտնվող երկնաքերի վերին հարկում։ Ընդունարանի աշխատողը աչքերը լայն բացեց նրան տեսնելիս։ Տիկին Մելիք Շահնազարյան։ Մենք չէինք սպասում։ Պարոն Մելիք Շահնազարյանը հանդիպման մեջ է։ Խնդիր չկա։ Ես կսպասեմ։ Ընկերության նախասրահը նույնքան վեհաշուկ էր, որքան այն ղեկավարող մարդը, հատակին իտալական մարմար, պատերին ժամանակակից արվեստի գործեր, քաղաքի շունչ կտրող տեսարան։ Աշխատակիցները շտապում էին, հետաքրքրասեր հայացքներ նետելով տնօրենի կնոջ վրա, ով հազվադեպ էր հայտնվում այնտեղ։ Լուսինեն նստեց նրբագեղ սպասասրահում, դիտելով գործադիրների աշխատակիցների եռուն շարժումը։ Սա Ռաֆֆի աշխարհն էր, արագընթաց, հավակնոտ, անողոք։ Այնքան տարբեր իրենից։ Կարող էին երկու այդքան տարբեր աշխարհներ իսկապես հանդիպել։ Թե դատապարտված էին բախվելու ոչնչանալու։ Սպասելիս նա դիտում էր շրջապատի մարդկանց։ Շտապող կանայք պլանշետներով, հեռախոսով խոսող տղամարդիկ լարված արտահայտություններով, երիտասարդ ստեղծագործողներ, ովքեր ոգորված քննարկում էին նախագծեր։ Նրանցից յուրաքանչյուրը այն մեխանիզմի մասն էր, որը գործարկում էր այդ կայսրությունը։ Ռաֆֆին կառուցել էր այս ամենը, նա պարզապես ժառանգությամբ հարուստ մարդ չէր, այլ մեկը, ով արժեք աշխատատեղեր, նորարարություն էր ստեղծել։ Սառը արտաքինի հետում կար մի տեսլական։ Մի բարդ մարդ, ում նա պարզապես սկսել էր ճանաչել։ Գրեթե մեկ ժամ անց հանդիպումների սենյակի դռները բացվեցին։ Կոստյումներով գործարարները դուրս էին գալիս, նրանց հետում Ռաֆֆին, ով հրահանգներ էր տալիս Նունեին, իր օգնականին։ Նա հոգնած էր թվում, խորս շրջանակներով աչքերի տակ, կարծես օրերով չէր քնել։ Մազերը միշտ անթերի հարդարված, թեթակի խառնված էին։ Փողկապը, պարանոցին թուլացած։ Երբ նրա հայացքը հանդիպեց Լուսինեի հայացքին, նա հանկարծակի կանգ առավ նախադասության կեսին։ Լուսինե։ Միայն դա։ Նրա անունը։ Բայց այն, թե ինչպես նա դա արտասանեց, զարմանքով, հույսով, վախով, ավելին էր ասում, քան ցանկացած բարդ ճառ կարող էր ասել։ Կարող ենք խոսել, հարցրեց նա, ոտքի կանգնելով։ Ռաֆֆին գլխով արեց, ժեստով ազատելով օգնականին։ Նա Լուսինեին տարավ իր մասնավոր գրասենյակ, փակելով դուռը իրենց հետից։ Միջավայրը հենց այնպիսին էր, ինչպես նա պատկերացնում էր, մինիմալիստական, ֆունկցիոնալ, գերիշխող հսկայական սեղանով քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Պատերին միայն դիպլոմներ, մրցանակներ։ Ոչ մի լուսանկար, ոչ մի անձնական շոշափում։ Դա կատարյալ դիմանկարն էր այն մարդու, ում նա ճանաչել էր սկզբում, սառը, անձնական, ուղղված միայն ձեռքբերումներին։ Բայց հիմա նա գիտեր, որ այդ արտաքինի հետում ավելին կար։ Կարծում էի, որ Գորիս կգնայիք, ասաց Ռաֆֆին, հեռու մնալով, կարծես վախենալով չափազանց մոտենալ։ Դա պլանն էր։ Ինչ փոխվեց։ Հարցը կախված էր նրանց միջ, լի չասված ակնկալիքներով, զսպված հույսերով, չխոստովանված վախերով։ Լուսինեն մոտեցավ պատուհանին, դիտելով երանը, որը ձգվում էր մինչ հայացքի հասանելիությունը։ Անձրը դադարել էր, արի շողերը սկսում էին ճեղքել ամպերի միջով, ստեղծելով լույսի ստվերի խճանկար քաղաքի վրա։ Դա գեղեցիկ էր։ Քաոսային, բայց գեղեցիկ։ Ինչպես այն, ինչ նա զգում էր։ Ես հասկացա, որ չեմ կարող վերադառնալ իմ նախկին կյանքին ծածնել, թե այս 30 օրերը չեն եղել։ Որ դուք չեք եղել։ Ռաֆֆին անշարժ մնաց, կարծես վախենալով, որ ցանկացած շարժում կարող է խախտել պահը։ Գիտեմ, որ մենք սխալ սկսեցինք, շարունակեց նա, դեռ մեջքով դեպի նա։ Պայմանագիր, գործարք։ Բայց ինչ-որ բան փոխվեց, Ռաֆֆի։ Ինձ համար, համենայն դեպս։ Ինձ համար էլ, խոստովանեց նա, ձայնը ցածր, գրեթե խոցելի։ Ավելի շատ, քան կարող եմ բացատրել։ Լուսինեն շրջվեց, վերջապես հանդիպելով նրա հայացքին։ Ինչու չեղարկեցիք պայմանագիրը։
Ինչու ինձ հնարավորություն տվեցիք հեռանալ հենց այն ժամանակ, երբ մեր միջ ամեն ինչ փոխվում էր։ Որովհետև պետք է իմանայի, պատասխանեց նա, վերջապես մոտենալով։ Եթե դուք մնայիք պայմանագրի, փողի, պարտավորության պատճառով երբեք չէի իմանա, թե արդյոք այն, ինչ ապրում ենք, իրական է։ Իսկ եթե ես գնայի։ Եթե հիմա ավտոբուսում լինեի դեպի Գորիս։ Այդ դեպքում կունենայի իմ պատասխանը։ Եվ կհարգեի ձեր որոշումը։ Նրա ձայնում կար մի հում անկեղծություն, մի խոցելիություն, որը նա երբեք նախկինում չէր ցուցադրել։ Այն Ռաֆֆի Մանուկյան Մելիք Շահնազարյանը, ում աշխարհը ճանաչում էր, անողոք, հաշվենկատ, միշտ վերահսկողության տակ, անհետացել էր։ Նրա տեղում մնացել էր պարզապես մի մարդ, բաց, անկեղծ։ Լուսինեն ուսումնասիրեց նրա դեմքը։ Նախկինում սառը աչքերը հիմա բացահայտում էին մի խոցելիություն, որը նա երբեք չէր տեսել։ Եվ դրանցում նա տեսավ իր սեփական շփոթված, վարանող, բայց հույսով լի սրտի արտացոլանքը։ Ռաֆֆի, ինչ եք զգում ինձ համար։ Ճշմարտությունը։ Նա հապաղեց, ակնհայտորեն անհարմարավետ ուղիղ հարցից։ Հուզական արտահայտությունները երբեք նրա ուժեղ կողմը չէին եղել։ Նա մարդ էր, ով մարզված էր բանակցությունների համար, ոչ թե զգացմունքներ խոստովանելու։ Նա մոտեցավ սեղանին։ Հենվելով դրան, կարծես ֆիզիկական աջակցության կարիք ուներ այդ հուզական զրույցի համար։ Նա ձեռքը մազերի միջով անցկացրեց, նյարդայնության հազվադեպ ժեստ, որը բացահայտում էր, թե որքան էր նշանակում այդ պահը։ Չգիտեմ, թե ինչ եմ զգում, վերջապես ընդունեց նա։ Գիտեմ միայն, որ երբ դուք չկաք, ինչ-որ բան պակասում է։ Եվ դա միայն ձեր ֆիզիկական ներկայությունը չէ։ Դա այնպես է, կարծես դուք ինձ ցույց տվեցիք գույներ, որոնք ես երբեք չէի տեսել։ Եվ հիմա չեմ կարողանում վերադառնալ աշխարհս ու սպիտակ տեսնելուն։ Լուսինեն զգաց, թե ինչպես են արցունքները գոյանում։ Դա շատ նման է սիրուն։ Միգուցե այդպես է։ Եթե սերը վախի, հույսի այդ խառնուրդն է։ Խոցելիության ուժի։ Նա մի քայլ արեց նրա ուղղությամբ, դեռ վարանող, կարծես քայլում էր ականապատ դաշտով։ Ես իմ կյանքն անցկացրել եմ պատեր կառուցելով, Լուսինե։ Պատեր, պաշտպանելու իմ կայսրությունը, իմ իշխանությունը։ Եվ հետո դուք հայտնվեցիք, առանց փորձելու, քանդեցիք ամեն ինչ։ Ինձ ցույց տվեցիք, որ կա կյանք, բացի ֆինանսական հաշվեկշիռներից, ձեռքբերումներից։ Ինձ ստիպեցիք ավելի լավը լինել։ Եվ ինչ ենք անում հիմա, հարցրեց նա, ավելի մոտենալով։ Պայմանագիրն ավարտվեց։ Մեր պարտավորությունը միմյանց հանդեպ ավարտվեց։ Ռաֆֆին նրա ձեռքերը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Նրա ափերը կոպիտ էին, ոչ թե այն փափուկ ձեռքերը, որոնք նա կսպասեր գործադիրից։ Մեկի ձեռքերը, ով քրտնաջան աշխատել էր, հասնելու այնտեղ, որտեղ գտնվում էր։ Նորից ենք սկսում։ Ոչ որպես գործնական համաձայնագիր։ Ոչ որպես հանրային կապերի ռազմավարություն։ Այլ որպես երկու մարդ, ովքեր միասին բացահայտում են, թե ինչն է իրական։ Իսկ եթե չստացվի։ Եթե մեր աշխարհները չափազանց անհամատեղելի լինեն։ Այդ դեպքում մենք անկեղծորեն կփորձած կլինենք։ Առանց պայմանագրերի, առանց ժամկետների։ Լուսինեն ժպտաց արցունքների միջով։ Հիշո՞ւմ եք, թե ինչ ասացիք ինձ ամուսնության գիշերը։ Որ դուք ինձ հետ 30 օր չէիք դիմանա։ Ռաֆֆիի շուրթերին ամաչկոտ ժպիտ հայտնվեց։ Եվ այսօր 30-րդ օրն է։ Եվ ահա ես։ Ահա դուք։ Ապացուցելով, որ ես սխալվում էի։ Մի բան, որը ոչ ոք երբեք չէր կարողացել անել։ Այդ պահին կար մի ազատագրող բան։ Առաջին անգամ նրանք լիովին անկեղծ էին միմյանց հետ։ Առանց պայմանագրերի, առանց պարտավորությունների, առանց սոցիալական ակնկալիքների։ Պարզապես երկու մարդ, ովքեր ճանաչում էին այն, ինչ գտել էին միասին, բոլոր հավանականությունների դեմ։ Այդ պահին այլս կասկածներ չկային։ Համբույրը, որը նրանք կիսեցին, համաձայնագրի մաս չէր, հանդիսատես չուներ, ոչ մի ռազմավարական նպատակի չէր ծառայում։ Դա պարզապես այն բանի բնական արտահայտությունն էր, ինչ նրանք միասին բացահայտել էին, որ իսկական սերը կարող է ծնվել ամենաանհավանական վայրերում, ամենատարբեր մարդկանց մեջ, նույնիսկ երբ սկսվում է որպես գործարք։ Սիրում եմ քեզ, շշնջաց Ռաֆֆին նրա շուրթերին։ Իմ պլանավորած ամեն ինչի դեմ, իմ հավատացած ամեն ինչի դեմ։ Ես սիրում եմ քեզ, Լուսինե Հովհաննիսյան։ Մելիք Շահնազարյան, ուղղեց նա, ժպտալով։
Լուսինե Մելիք Շահնազարյան։ Եվ այս անգամ ընտրությամբ։ Այդ կեսօրը գրասենյակում նշանավորեց նրանց հարաբերությունների իսկական սկիզբը։ Այլս պայմանագրեր չկային, միայն անկեղծ խոստումներ։ Այլս պարտավորություններ չկային, միայն անկեղծ ցանկություններ։ Նրանք վերաշարադրել էին իրենց ամուսնության պայմանները, ոչ թե թանաքով թղթի վրա, այլ կիսված ճշմարտություններով քանդված արգելքներով։ 6 ամիս անց նրանք նորից երդվեցին Գորիսի տան այգում տեղի ունեցած մտերիմ արարողության ժամանակ։ Չկային մամուլ, հայտնիներ կամ քաղաքական գործիչներ։ Միայն ընտանիք իսկական ընկերներ։ Լուսինեի ծնողները, ապաքինված երջանիկ, տատիկ տիկինը ճառագայթող երկնագույն զգեստով։ Առանձնատան անձնակազմը, որն այժմ իսկապես իրենց կյանքի մասն էր, տիկին Կարինեն բացահայտ լացում էր, մինչ տիկին Պետրոսյանը թաքցնում էր արցունքները ասեղնագործ թաշկինակով։ Դպրոցի մի քանի ուսուցիչներ։ Փոքրիկ պատմական քաղաքի հարաններ։ Իմպրովիզացված զոհասեղանը զարդարված էր այդ առավոտ հավաքված դաշտային ծաղիկներով։ Ռաֆֆին կրում էր բաց գույնի կոստյում, առանց փողկապի, մի անպաշտոնություն, որը հին Ռաֆֆին երբեք թույլ չէր տա։ Լուսինեն ընտրել էր պարզ ժանյակե զգեստ, ոտքերը մերկ խոտի վրա, այն հարսնացուն, ով միշտ ցանկացել էր լինել, ոչ թե նա, ում ստիպել էին մարմնավորել։ Երբ նրանք հայացքներ փոխանակեցին արարողության ժամանակ, այլս կասկածներ կամ անապահովություն չկար։ Նրանք հատել էին իրենց աշխարհները բաժանող անդունդը գտել մի ընդհանուր հող, որտեղ երկուսն էլ կարող էին գոյություն ունենալ, աճել, սիրել։ Երանի առանձնատունը փոխվել էր այնքան, որքան իր տերը։ Դրա մի մասը վերածվել էր կարիքավոր թաղամասերի երեխաների համար համայնքային կենտրոնի, որտեղ Լուսինեն համակարգում էր նորարարական կրթական ծրագիր։ Նախկինում սառը սենյակներն այժմ ունեին գույներ, կյանք, մանկական ձայներ։ Պատերը քանդվել էին, տարածքները վերակազմավորվել էին դասասենյակներ, գրադարաններ, արվեստի տարածքներ տեղավորելու համար։ Առաջին անգամ Մելիք Շահնազարյանների առանձնատունը ստեղծագործության վայր էր, ոչ թե պարզապես ցուցադրության։ Մի տարածք, որտեղ երեխաները, ովքեր երբեք չէին ունենա որակյալ կրթության հասանելիություն, կարող էին երազել, սովորել փոխել իրենց իրականությունը։ Մելիք Շահնազարյան թեքը նույնպես փոխվել էր։ Լուսինեի ազդեցության տակ Ռաֆֆին իրականացրեց սոցիալական պատասխանատվության հավակնոտ ծրագիր։ Ագրեսիվ ձեռքբերումների հին քաղաքականությունը տեղի տվեց համագործակցություններին, որոնք պահպանում էին աշխատատեղերը, գնահատում տեղական նորարարությունը։ Այնտեղ, որտեղ նախկինում կար միայն շահույթի անողոք հետապնդում, այժմ գոյություն ուներ դրական ազդեցության նկատմամբ անկեղծ հանձնառություն։ Երբեք չէի պատկերացնի, որ ինձ կուսումնասիրեն համալսարաններում որպես բիզնեսում էթիկական վերափոխման օրինակ, մեկնաբանեց Ռաֆֆին մի գիշեր, Լուսինեին ցույց տալով իր ընկերության մասին հոդվածը տնտեսագիտական ամսագրում։ Դա այն է, ինչ տեղի է ունենում, երբ սիրտը սկսում է առաջնորդել որոշումները նույնքան, որքան բանականությունը, պատասխանեց նա, նուրբ համբուրելով նրան։ Իրենց ամուսնության առաջին տարեդարձին, իրական, ոչ թե պայմանագրային, Ռաֆֆին Լուսինեին զարմացրեց հատուկ նվերով, Գորիսում մի փոքրիկ տան սեփականության վկայականով, իր ծնողների տան մոտ։ Որպեսզի ունենանք ապաստան։ Մի վայր, որտեղ մենք կարող ենք լինել պարզապես մենք, ամեն ինչից հեռու, բացատրեց նա։ Տունը պարզ էր, քարից փայտից, պատշգամբով, որտեղից լեռների տեսարան էր բացվում։ Ոչ մի նմանություն Երանի շքեղ առանձնատան հետ, բայց կատարյալ իր ձով։ Իսկական, ինչպես այն սերը, որը նրանք կառուցել էին։ Մի ոտքը յուրաքանչյուր աշխարհում, մեկնաբանեց Լուսինեն, հիանալով կալվածքով։ Երկուսի լավագույնը։ Հենց այդպես, համաձայնեց Ռաֆֆին։ Երան, ստեղծելու, փոխելու համար։ Գորիս, լինելու, հիշելու համար, թե ով ենք մենք։ Տունը կլիներ նրանց սրբավայրը հանգստյան օրերին արձակուրդներին։ Մի մշտական հիշեցում, որ իրական կյանքը տեղի է ունենում պարզ պահերին, անկեղծ կապերում, սիրո մեջ, որը գերազանցում է։ Դաժան դավադրության զոհ է դարձել։ Ես ամբողջ պատասխանատվությունն եմ կրում նրա դեմ կատարված անարդարության համար։ Լիլիթը հոդվածը կարդաց արցունքներով։ Դա ոչ միայն ներողություն էր, այլ նրա անվան հանրային վերականգնում։ Այն դռները, որոնք փակվել էին, սկսեցին կրկին բացվել։ Այդ կեսօրին, երբ Գորգը հայտնվեց սրճարանում, նա նրան դիմավորեց անսպասելի գրկախառնությամբ, առաջին ֆիզիկական շփումը այն օրվանից, երբ նրանք վերամիավորվել էին։ Շնորհակալություն, շշնջաց նա նրա կրծքին։ Պետք չէր դա անել։ Պետք էր, այո, պատասխանեց նա, նրբորեն պահելով նրան։ Դա նվազագույնն էր, ինչ կարող էի անել։
Մաքրել ձեր անունը, ինչպես պետք է արվեր ի սկզբանե։ Գրկախառնությունը նշանավորեց նոր փուլ։ Աստիճանաբար վստահությունը սկսեց վերականգնվել աղյուս առ աղյուս։ Նրանք ընթրիքի էին գնում պարզ ռեստորաններում, որտեղ Լիլիթն իրեն հարմարավետ էր զգում։ Զբոսնում էին ափով, խոսելով ապագայի մասին։ Եվ մի արոտ կիրակի կեսօրին վերջապես նորից համբուրվեցին քաղցր խոստումնալից համբույր, որը խոսում էր նոր սկիզբների մասին։ «Մի բան ունեմ ցույց տալու ձեզ», ասաց Գորգը մի օր, իրենց վերամիավորումից 2 ամիս անց։ «Բայց պետք է, որ ինձ վստահեք»։ Նա նրան մեքենայով տարավ ծովափնյա հանգիստ թաղամաս, ոչ այնքան շքեղ, որքան Դավթաշենի բարձունքները, բայց այնուամենայնիվ հաճելի անվտանգ։ Կանգ առավ համեստ, բայց հմայիչ տան դիմաց, լայն պատուհաններով փոքրիկ այգիով։ «Ինչ է սա», հարցրեց Լիլիթը, շփոթված։ «Նոր սկիզբ»։ Գորգը բռնեց նրա ձեռքը, նրան առաջնորդելով դեպի դուռը։ «Ես վաճառեցի առանձնատունը։ Այն շատ վատ հիշողություններ ուներ, ձեզ համար, ինձ համար։ Մտածեցի, որ կարող էինք նոր բան սկսել չեզոք վայրում»։ Նա բացեց դուռը, բացահայտելով հյուրընկալ ինտերիեր, զարդարված էլեգանտ պարզությամբ։ Հյուրասենյակի պատերից մեկի վրա առանձնանում էր գրքերով լի դարակը։ «Դուք նոր տուն գնեցի՞ք», Լիլիթը շփոթված էր։ «Ես տուն գնեցի», նրբորեն ուղղեց նա։ «Եթե դուք երբե ցանկանաք այն կիսել ինձ հետ։ Երբ պատրաստ լինեք։ Եթե պատրաստ լինեք»։ Լիլիթը լուրջ շրջեց սենյակներով, կլանելով ժեստի իմաստը։ Դա պարզապես տուն չէր, այլ մտադրությունների հայտարարություն, շոշափելի խոստում։ «Ձեր մոր համար հատուկ սենյակ կա», բացատրեց Գորգը, ցույց տալով լայն արոտ սենյակ, ծովի տեսարանով։ Բոլոր այն հարմարեցումներով, որոնք բժիշկը խորհուրդ էր տվել նրա շնչառությունը հեշտացնելու համար։ Արցունքները, որոնք Լիլիթը զսպում էր, վերջապես հորթեցին։ «Ինչու եք այս ամենը անում»։ Գորգը բռնեց նրա ձեռքերը, նրա աչքերին նայելով բացարձակ խոցելիությամբ։ «Որովհետ ես սիրում եմ քեզ, Լիլիթ։ Որովհետ դու ինձ սովորեցրիր, որ մարդու իրական արժեքը ոչ թե նրա բանկային հաշվի մեջ է, այլ նրա սրտի մաքրության մեջ։ Եվ որովհետ, եթե դու ինձ պատիվ տաս քո կյանքը կիսելու, խոստանում եմ ամեն օր փորձել արժանի լինել այդ նվերին»։ Դա առաջին անգամն էր, որ նա ասում էր այդ բառերը՝ «սիրում եմ քեզ», դրանք կախված էին նրանց միջ օդում, լի իմաստով։ «Ես էլ եմ քեզ սիրում», խոստովանեց Լիլիթը վերջապես։ «Կարծում եմ, երբեք չեմ դադարել, նույնիսկ երբ այդքան ցավում էր»։ Հաջորդ համբույրը տարբեր էր բոլոր նախորդներից, այլս արգելքներ, վախեր կամ վերապահումներ չկային։ Դա լիակատար ընդունման, ներման խոստման համբույր էր։ 3 ամիս անց լողափում կայացած պարզ արարողության ժամանակ, ընդամենը մի քանի մտերիմ ընկերների շողշողուն տիկին Սիրանուշի հետ, որպես ընկերուհի, Լիլիթը Գորգը ամուսնացան։ Ավելորդ շքեղություն կամ էքստրավագանտություն չկար, պարզապես 2 մարդ, ովքեր, ցավի ներման միջոցով, գտել էին ճշմարիտ սեր։ «Ես երբեք չէի մտածել, որ քեզ նման մեկին կգտնեմ», ասաց Գորգը իր ուխտի ժամանակ, ձայնը լի հուզմունքով։ «Մեկին, ով ինձ կսովորեցներ, որ ամենակարևոր գրքերն այն գրքերն են, որոնք մենք գրում ենք մեր սեփական ընտրություններով, օրեցօր։ Եվ ես երբեք չէի պատկերացնի, որ այսօրվա նման օր հնարավոր կլիներ», պատասխանեց Լիլիթը, սեղմելով նրա ձեռքերը։ «Բայց դու ինձ ցույց տվեցիր, որ երբեմն հեքիաթները արքայազնների մասին չեն, որոնք փրկում են աղջիկներին, այլ 2 անկատար մարդկանց մասին, ովքեր ընտրում են հավատալ միմյանց չնայած ամեն ինչին»։ Նրանց նոր կյանքը հաստատվեց զարմանալի բնականությամբ։ Լիլիթը վերջապես իրականացրեց ուսումը շարունակելու երազանքը, ընդունվելով գրականության ֆակուլտետ։ Գորգը վերակազմակերպեց իր ընկերությունը, առաջնահերթություն տալով աշխատանքի անձնական կյանքի հավասարակշռությանը։ Միասին նրանք ստեղծեցին գրագիտության հիմնադրամ, որը գրադարաններ էր տեղադրում կարիքավոր համայնքներում։ Ամուսնությունից 1 տարի անց, մի արոտ կիրակի առավոտյան, Լիլիթն արթնացավ, իրեն տարբեր զգալով։ Նրա մարմնում նորություն կար, նուրբ, բայց անհերքելի փոփոխություն։ Թեստը հաստատեց այն, ինչ նրա սիրտն արդեն գիտեր։ Երեխա էր գալիս։ Երբ նա լուրը հայտնեց Գորգին, նա առանց զսպվածության լացեց, գրկելով նրան, կարծես նա աշխարհի ամենաթանկարժեք գանձը լիներ։ «Ընտանիք», շշնջաց նա նրա մազերին։ «Մեր ընտանիքը»։ 7 ամիս անց աշխարհ եկավ փոքրիկ Միքայելը, հոր մուգ աչքերով, մոր պայծառ ժպիտով։ Ծովափնյա տունը, նախկինում հանգիստ, լցվեց ծիծաղով, լացով, ուրախ խառնաշփոթով, որը միայն երեխան կարող է ստեղծել։
Տիկին Սիրանուշը, ում առողջությունը զգալիորեն բարելավվել էր համապատասխան բուժումով, դարձավ խելագար տատիկ, թոռնիկին լցնելով պատմություններով օրորոցայիններով։ Մի գիշեր, երբ նրանք դիտում էին Միքայելին, քնած իր օրորոցում, գորգը Լիլիթին գրկեց հետից, կզակը դնելով նրա ուսին։ «Գիտեք, թե ինչն է ինձ ամենից շատ տպավորում», շշնջաց նա։ Ինչպես կարող էր այդքան կատարյալ մի բան ծնվել այդքան սխալներից, հաջողություններից, այդքան ցավից, բուժումից։ Այսպես են գրվում լավագույն պատմությունները, պատասխանեց նա, շրջվելով դեպի նրան։ Իրական, թերի կերպարներով, ովքեր սիրո մեջ փրկություն են գտնում։ Եվ մինչ նրանք համբուրվում էին լամպի նուրբ լույսի ներքո, Լիլիթը մտածում էր, թե ինչպես էր փոխվել կյանքը առանձնատան գրադարանում առաջին հանդիպումից ի վեր։ Ճանապարհը հեշտ չէր եղել, կային կասկածներ, դավաճանություններ, բաժանումներ։ Բայց յուրաքանչյուր խոչընդոտ ծառայել էր միայն ամրապնդելու այն, ինչ նրանք այժմ ունեին։ Սեր, որը կառուցված էր ոչ թե կատարելության վրա, այլ իրենց անկատարությունների փոխադարձ ընդունման վրա։ Դրսում Երանի ծովը շարունակում էր իր հավերժական բերուվարը ափի դեմ, լուռ վկա այն բանի, թե ինչպես էին երկու մարդիկ, թվացյալ անհամատեղելի աշխարհներից, գտել, հարգանքի վերականգնված վստահության մեջ, իրենց սեփական հավերժության կտորը։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լիլիթի գորգի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, նույնքան գրավիչ պատմություններով։ Գտեք այն այստեղ, սեղմելով ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ հաղթահարման ճշմարիտ սիրո այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել, մեր ալիքին թողնելը, հավանել տեսանյութի տակ։ Ամեն օր մենք եզակի պատմություններ ենք ներկայացնում, որոնք փորձառություններին